այսօր դեկտեմբերի 13-ն է, չէի դզեցի, այսօր դեկտեմբերի 13-ն է և ձեզ հետ է հանրային ձայն հաղորդաշարը իր մշտական անդամներով, պատվավոր անդամներով և իհարկե այն անձանցով, ումում որ այսօր կհրավիրենք մեր տաղավար, այսպես ասած օրվա հերոսներին։ Տենչևից է նորից ներկայացնեմ ինչպես և միշտ ավանդույթի համաձայն պարոն Աբազյան, Անդոյ, Տհաճմարտ, Մալչիկ Պայմինի Սասուն, Խեղճ ու կրակ Վահե Ղազարյան, Ղախպի տղեքի հավաքածու Արգիշ Քյարամյան և Ազատուհի Բոզիս տղա։ Քրիստիկ և Ռոզիկ, աղջի, էդ համ դու ես դեղին ու սև հոգե, համ ես։ Ես չգիտեմ ոնց ներկայացնեմ, ես ուղղակի երևի Քրիստիկի թեթե ձեռքով է, որ մենք զգում ենք ինչ ոնց պիտի հագնվենք, դեղին ու սև, ես էլ դեղին ու սև, այսօր տարել ենք քյուր ու աղբեր։ Աճապարիր դեպի դուռը, ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին։ Ամենաառաջինը ներս ենք հրավիրում Ռուբեն Մաթևոսյանին, մեր սիրելի մայեստրո, համեցեք։ Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է, ես ուզում եմ, որպեսզի Ռուբեն Մաթևոսյանը ներկա գտնվի մեր հաղորդաշարին։ Նստեք, մայեստրո։ Քրիստիկ Ռուբեն Մաթևոսյանին ամենաթանկանոց խմիչքով, խմորեղենի, կոնֆետնի տեղը տեղին մայեստրոին հյուրասիրի։ Հելի։ Ներս ենք հրավիրում Գիզիրյան, welcome, դալշը, Լևոն Քոչարյան, Երևանի թիվ 4 ուսումնարան, Ճվճվ Արոյի տղեկ, սա բողոքան, Հայաստանի Հանրապետության կառավարություն, ոչ բարով, Մասիվի թաղապետ Տիգրան Տեր Մարգարյան, Ակնգահետ միասին, սա ստեղ, Զովունու բժշկական կենտրոն, Ռազմական ոստիկանության վարչության պետն, Անդրանիկ Քոչարյան, Ռվո վայպետ ընկեր Գրիգորը, Երևանի քաղաքապետարան Սիսին արդեն գործիագյուքա, անցավ կորոնատ, Բոզի տղա, Նեպտուն Համիկ, Զանգ բողոք, Նորագյուղցի Բոգոն էլ թոնստի Ռուբեն Մաթևոսյանի կողքը և Նորագյուղցի Գագո Բաղդասարյան, Բոգո, հյուրասիրվի, Մանգո տվեք Բոգոին, մի վարկյան, Так. Սա սեմիա в сборе, ընդեղ ընթացքում կանրադառնանք։ Որտեղից սկսենք բողոքներից երևի։ Ուրա Նեպտուն մոլորակը, Նեպտուն մոլորակի տեղը Անցին դենստի, Նեպտուն Համիկ, դու երևում հայերեն լեզու չես հասկանում։ Սկսենք բողոքներից։ Ներոպես տեղ բացենք։ Մենք երթով հեսա կանադարվանք։ Նիկոլ Փաշինյան, ուրա։ Ես ուղղակի զարմանում եմ, շարունակում եմ զարմանալ,
որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շարունակում են հավատալ Նիկոլ Փաշինյան կամ ՔՓ կողմից գրված ինչ-որ օրենքների, չգիտեմ, այնտեղ որոշումների, ակտերի եւ այլն։ Ես ուղղակի զարմանում եմ, որ այս մարդիկ դեռ սպասում են, որ այս բոզի տղեկը պիտի մի նորմալ բան անեն, ասում են օրենք կա, հետո որ կա։ Մարդը օրենք էր հանել, չէ, որ բանը պոլիէթիլենային տոպրակներով առևտուր եթե անում են, բռնել բռնաբարել։ Շարունակվում է։ Մարդը հելավ գնաց, ինչ էր են զոլակարեր, ինչ էր այդ գեղը, մանկապարտեզի բացում արեց, մեկը չկլը արեց, նկարեց, զանգում ենք մարզպետարան, ասում է բացումը փետրվար ամսին է։ Այսինքն ես ուղղակի զարմանում եմ, որ ժողովուրդը շարունակում են հավատալ, որ սրանք օրենք, ինչևից է, մարդիկ դիմում բողոք են գրել, ուզում եմ կարդամ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, խնդրում եմ նամակս հրապարակեք, մարդը խնդրել է, ես էլ հրապարակում եմ, լսի, գյոտ։ 2000 խնդիրը հետևյալն է 2017 թվականին դիմել են Երևանի շրջանավարտների միավորում ՀԿ երիտասարդ մասնագետներին բնակարանների ապահովման ծրագրին մասնակցելու ավելի քան 1000 ընտանիք բավարարել է այդ ծրագրի չափանիշները եւ մասնակցել ծրագրին 2018 թվականի ապրիլին մեկնարկել է ծրագրով նախատեսված շենքերի շինարարությունը Մոնթե Մելքոնյան 44 նախնական հասցեով Երևան պարկի դիմացի հատվածում 2019 թվականին արդեն հաստատվել է վարկը եւ այդ ժամանակից սկսած ավելի քան 1000 երիտասարդ ընտանիքներ անհամբերությամբ սպասում ենք բնակարանամուտի երևի այտենց է կեթան թոշակի Ըստ պայմանագրի շինարարության ավարտը նախատեսված էր 2022 թվականի հուլիսին, ոնց որ կասեր մեր հարևան հրուշը, առհա։ Սակայն կառուցապատողը իդեմս վերոնշյալ ՀԿ ղեկավար Արսեն Քարամյանի դագաղամտնի, մինչև օրս չի հանձնել բնակարանները, խույվրոտ։ Ուշացման պատճառ ի սկզբանե նշում էր համաճարակը եւ պատերազմը, ինչ կապ ունի պատերազմը շինարարության հետ։ Այդ երկուսը միասին խանգարել են շինարարությանը առավելագույնը 3 ամիս, լավ ասենք 6։ Կառուցապատողի հետ վերջերս պահանջեցինք հանդիպում եւ ի վերջո մեզ հաջողվեց կազմակերպել այդ կորավ։ Ի վերջո, մեզ հաջողվեց կազմակերպել այդ հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Քարամյանը ասաց, թե իբրև 7 ամիս առաջ 2023 թվականի ապրիլին դիմել է տեսչական կոմիտե ավարտական ակտ ստանալու համար, սակայն տեսչականից ոչ դրական, ոչ էլ բացական պատասխան չի ստացել։ Բարձրացված աղմուկի հիման վրա տեսչականը տվեց ավարտական ակտը դրական եզրակացությամբ, սակայն շահագործման թույլտվություն չի տվել, պատճառաբանվել է, որ առկա են թերություններ, որոնք պիտի շտկվեն։ Սակայն կառուցապատողը այդ թերությունների մասին չի բարձրաձայնել շահառուներին։ Նշված հանդիպման ժամանակ Քարամյանը խոստացել էր, որ ավարտական ակտը պատրաստ լինելու պարագայում բնակարանները շահագործման կհանձնի 3 շաբաթ անց, սակայն անցել է ավելի քան 1 ամիս եւ դեռ ոչ մի խոսք շահագործման մասին։ Շահառուներով դիմել են Երևան գազ, Վիոլա ջուր, հասկանալու համար թե երբ են բնակարաններն ապահովելու գազամատակարարման, խմելու ջրով եւ կոյուղագծերով։ Ըստ կառուցապատողի այդ բոլոր կոմունիկացիաները լիարժեք պատրաստ են շահագործման, սակայն նշված ընկերությունները եւ ՀԵՑ-ը չեն կատարում իրենց պարտականությունները։ Շահառուներով դիմել ենք նշյալ ընկերություններին եւ ստացել ենք կից պատասխանները։ ՀԵՑ-ից դեռ գրավոր պատասխան չեք ստացել, սակայն ստանալուն պես կուղարկենք այն։ Հիմա խնդրում եմ դուք էլ ձեր մասով լուծում տվեք խնդիր հնարավոր չէ 4 տարուց ավել հիպոթեք ենք վճարում 11 տարի վարձով ենք բնակվում անգամ Մոնթե Մելքոնյանի տունն ենք կահավորել բայց այս կառույցների կառուցապատողի պատճառով չեն կարողանում բնակվել գրել են մեզ 1000 ընտանիք ուրեմն հարգարժան ինչ են երիտասարդներ նորապսակներ, չգիտեմ ինչ ասեմ, ես ես մարդկանց։ Այտենց լավ զույգեր։ Ուզում եմ հիմա մի հատ դիմեմ Տաշիր Սամվելին, Սամվել Կարապետյան։ Դու իմ կողմից ստացել ես դիվանագիտական անձնագիր, ճիշտ է։ Ահա, այն վարեմ, տան հետ կապված։ Ուրեմն ես դիմում եմ քեզ անձամբ
քո հեցի ղեկավարությանը ումը որ նշանակել ես այդ բանը բոզի տողուն այդ բանի պետին հեցի բան պետին մի հատ թողես մարդկանց հարցին մաքսիմալ արագ պատասխան տա ինչի չկա ինչ է լուսավորություն պիտի լինի թե չլինի եւ այլն ես հուսամ Սամվել Կարապետյանը ուզում է դիվանագիտական անձնագիրը երկարացնի եւս մի քանի ամսով ով լավ բան անեմ ես երկարացնեմ եմ ռուզիկ Այս մարդկանց խնդրին մաքսիմալ արագ լուծում կապված հեցի հետ, իսկ ինչ վերաբերում է Քարամյանին ես ուղղակի բարի մոտեցումով ասում եմ, արագացրու այս մարդկանց բնակարանամուտը, քանի հազար հոգի, ես չեմ ուղարկե քո կնկան ծծցնելու։ Նախ միանգամից քանի որ գնաց խոսք բնակարանաշինությունից եւ այլն, ես այդ ուզում եմ որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ֆիքսեն իրենց մոտ մի հատ բան։ Երևան քաղաքը, Աբովյանը, Էժմիածինը, սենց սկսվել է մի հատ անհասկանալի շինարարական բում, գմբ, ոչ թե բում, այլ գմբ։ Մի քառակուսի մետրը ոչ կենտրոն։ Մի քառակուսի մետրը շինարարի վրա նստում է պատալոկ $300, որովհետև սա հենց էժան-մեժան զրտիկ-մրտիկ մատերիալներով, բայց քառակուսի մետրը ոչ կենտրոն, վաճառվում է $1200-ից $1300, աննկարագրելի շահութաբեր բիզնես։ Երևան քաղաքում ազատ տեղ այլևս գոյություն չունի։ Հիմա էլ ֆրացել են խեռները կանգնելա ցեբեի վրեն։ Այդ դատապարտյալների հիվանդանոցի վրա, հիմա էլ էդ են ուզում քանդեն բլեն, սուրմալուն գմփցրին։ Հիմա էլ ցեբեն խոմ չեն կարա գմփցնեն, չէ՞, պիտի ինչ-որ բանը լինի, անոնի չէ, լուրջ հիմնավորում լինի։ Էն է սուրմալու բոմբը դրին տակը գմփցին, ասին պիդարդ ես, բայց պիդարդի նշուլ չերևաց։ Հիմա ցեբենա Խաչատուր Սուքյասյանը հիմա էլ աշկակցե ցեբեի վրան, այս ղախպեն, հիմա ասма Փետրվարին ցեբե բիզիմդիր կուկուլալա, չկա ցեբե։ Ցեբեի տեղը պիտի լինի էլիտար շենք։ Ես ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրանց երկու ականջներին օղանեն։ Հանրային ձայնի իշխանության գալու դեպքում, իսկ հանրային ձայնը գալու է իշխանության, հանրային ձայնի վարչապետի տեխնացուն Վարդան Ղուկասյանն է լինելու, ոչ ավել, ես մինչև այդ ասում էի հակակոռուպցիոնը կորավ, եթե գալու է Վարդան Ղուկասյան, ուրեմն բոլոր, հենց առաջի հրամանը այն Արգենտինայի նախագահն ոնց է, եկավ նստավ, միանգամից մի հատ հրաման ստորագրեց, 6 նախարարություն կմփծրին։ Առաջի հրամանը ոչ լինելու է սրան դադել, ոչ նրան դադել, ոչ այն, որ ամենաառաջի հրամանը քանդել բոլոր ապօրինի շենքշինությունները Երևանի սրտում, բոլոր այն շենքերը, որոնք չեն համապատասխանում շինարարական նորմերին, բոլոր այն շենքերը որոնք կառուցվել են վերջին մի քանի տարվա ընթացքում Երևանի կենտրոնում քանդել։ Այն մարդիկ, ովքեր որ հիմա սրտաճմլի կերպով վազում տուն են առնում, ես ձեզ հորդորում եմ, մի առեք, դուք ընկնելու եք դատական քարքշուկների մեջ։ Ձեր գումարները պիտի ձեզ հետ վերադարձնի կառուցապատողը։ Էդ էլ եմ հիմիկվանից ասում կառուցապատողին։ Այ հիմա ցեբեի տեղնաշ բան սարքեմ շենք Չէ, սարքեց, են նուպագադի մուլտիկի նման, մտնելու է տաբլի, հավասարցնի հողին, ատելու է կանաչ բացատ։ Բոլոր այն շենքերը, որտեղ պաժարնի մեքենան չի կարանալու մտնի, բլել։ Օրան կլնի, խռիկը լող կլնի, ինչ ուզում ալնի, բլելու է։ Ամենաառաջի հրամանը, որովհետև երբ որ մարդը գալիս է ժողովրդի էմոցիաների վրա, ոնց որ եկավ Նիկոլը, չէ, եկավ, պիտի դադեր, մորթեր, ծծցներ, ոչ մի բան չարեց։ Սիրո հեղափոխություն։ Չոլմստին ախպեր դե նոր է եկել, սպասեք, մի ամիսա, 3 ամիսա, 6 ամիսա, մի տար ախպեր չեն թողան։ Սա չի լինելու։ Եկավ նստավ են Արգենտինայի նախագահան ոնց արեց, ստորագրեց կառավարություն ցարեց, 6 մինիստրություն փակեց։ Ամենաառաջի հրամանը դա, որ ժողովրդի էմոցիաները ովքեր որ գնաց հլնել է բան անելու, էթալու են հանրային ձայն գալշկային տնելու եւ այլն, որ
Վարդան Ղուկասյանը ասեց առաջինը դայալնելու, երկրորդը ամենայն հավանականությամբ, չգիտեմ, կարող է դալին երկրորդ հրամանը կամ 10-րդ հրամանը, մահապատիժը ուժի մեջ մտցնելու հրամանը։ Կոռուպցիոն եւ հարկերից խուսափելու, փողերի լվացում ու հարկերից խուսափելը մահապատիժ է։ Պիզդեց։ Ոչ որ Միացյալ Նահանգներում մարդ սպանես ավելի շուտ կպրծնես, քան հարկերից խուսափես կամ փող լվանաս։ Այդ երկու հոդվածները ընկնելու են գնդակահարման տակ։ Հերիքելա բոլելա։ Եթե դու պետությանը հակ չես վճարում, դու պետությանը դու բանակ չես ուզում ունենաս, դու բժշկություն չես ուզում ունենաս, դու կրթություն չես, ուրեմն դու ազգի թշնամի ես։ Հարկ չվճարողը, հարկերից խուսափողը, հավասար է ազգի թշնամու հետ, վրակ նարոդը։ Միանշանը, մարդասպանը կարող է ներվի 20 տարի հետո դուրս գա, կամ 6 հոգու սպանողը, բայց հարկերից խուսափողը ոչ։ Ռաստրել։ Փողերի լվացումը անցավ 30 միլիոն դոլարը, որ Եվրոպան չասի, կարող է չեք հիմնավորում մարդու խես կնդա, 30 միլիոն դոլար դու ինձ պետությանը վնաս տաս, բոզի տղա դու ապրես, իհարկե ոչ, ռաստրել։ Այս երկու օրենքը ժելեզնը մտնելու է ուժի մեջ։ Ժելեզնը։ Հիմիկ մայից ասում եմ, հարգելի քաղաքացիներ, միշտ ապեք նորակառույց բնակարաններում, խնդրահարույց շենքերում, որ պիտի ելնի 6 հարկ, 12 հարկ են ֆիզիկայի թաղամաս, են բոզի տեղ են, որ սարքել է, քանդելու եմ։ Հիմիկվանի այս էֆիրները բոլորը պահպանվելու են, քանդելու եմ, հետո չասեք, մենք չգիտենք, մենք հանրային ձայն չենք նայում, էխերս թե չեիք նայում, նայիր, ես գուշացրել եմ, չէ որ քանդելու եմ, ու բոլոր են մարդիկ, ովքեր շին թույլտվություն են տվել տենց, Տարոն Մարգարյան կլնի, Ավինյան Բոզի տղա կլնի, Հայկ Մարության կլնի, լրիվին ծծցնել բերդ։ Գնացին 15-20 տարով նստելու են։ Ես ուտում եմ Բոզի տղու քαφուր, որ դա ըլնելու է։ Ոչ մեկ չի գալու, ախր գիտեք ինչ, շենքներ նոր բենզակալոկ են, բենզակալոկ փոխուց։ Չսարքեիր։ Բեկել ես բենզակալոնքի քթի տակ շենք է սարքե, պիտի հասկանայի, որ չի կարելի։ Հələ տեղ կարող է բենզակալոնք են քանդվի, քաղաքապետանը փոխհատուցումը տա, քաղաքապետը։ Բայց այն շենքերը, որոնք են զիալ բերան կողած, էլ կենտրոն տեղ չի մնացել, գոհություն չունի։ Իսկ ինչ վերաբերում է այդ բանին, ուսանողական քաղաք, դի вообще абսուրդ է։ Հիմիկ մանից ասում եմ, այդ բոլոր կառուցապատողները թող իմանան, ուսանողական քաղաքի ստեղծման process-ը ես վիժեցնելու եմ։ Ուսանողը պիտի մնա Երևանում։ Ուսանողը պիտի սովորի մայր բուհում։ Այն ինչ սարքել է սովետական միությունը։ Դարչ, այդ ուսանողական քաղաքը, չգիտեմ, կարող ոչ դառնա քաղաք փախստականների համար, թույթան դապրել, տուն կտանք։ Մի քառակուսի մետրը վրեքը նստում է $300, այս բոզի տղեկը, ծախում են 1200-ից 1300-ից սկսում է, կենտրոնը вообще 4-5 հարկերից խուսափելը չարամտոր է։ Փողերի լվացում 20-30 միլիոն դոլարից ավել մահապատիժ, վերջացավ։ Էդի այն բանն է, որ չի կարա, չի ասի, թե կարող է Պողոսն ասպանել, գլխին սարքին, բերին փագին, չախպեր, էսի քո հարկայինը, էսի քո տված առևտուրը, էսի քո այն թիվը, որից որ դու խուսափել ես, թիվը կորոշվի, ինչքանի դեպքում մահապատիժ։ Բայց դու իմ զիվորի, իմ թոշակառուի, իմ բժշկի, իմ ուսուցչի, իմ հաշվանդամի բենից գողնաս, կտրես, տանես, կողես քո ագարգա կնկա կամ բոզի դլոն, ու դու այդ գանից հետո այս երկրում ապրես ու առևտուր անես, նախույր ռաստրել։ Ռաստրել։ Տաշիշ Սամոն Հուսամ հեսա կզանգի հեցի պետին ու կասի ծծես դու ինձ ծծես պատվավոր գյոտ հարցը լուծի քանի որ խոսք գնաց պատվավոր բառով սկսենք ուրեմն նորագյուղում
կա Գագո Բաղդասարյան։ Էնա։ Ոմն Գագուլիկ, մամայի անունը Հասմիկ։ Ուրեմն ժամանակին ունեցել, չգիտեմ հիմա ունի թե չունի, Mercedes աղեղը 1303 պետհամարանիշով։ Այս բոզիս տղան շուրջ մի աղջկանից գումարակց է, մինչև 500,000 դրամ, հեռախոսի վարկա, ինչ խեղգլոխ է եւ այլն։ Ու լավ տղու բան է էլի, կարեմա, կցմա, կարեմա չի տալը։ Աչից, ձախից, դենից էլ ասում են բոգոն էլ հորող պերնա։ Ես չգիտեմ, սա բոգոյի աղբոր տղենա, դվայորդնի աղբոր տղենա եւ այլն, բայց ընկեր բոգոյին ես հորդորում եմ, Գագո Բաղդասարյանին ասի, բոզի տղա, եթե դու աղջկեքից կողմես բանկերը փողես քաշեմ, կցմես, սրա լավ տղությունը որն է, պորնիկի սերունդ, կամ ինչի ես օգեթե աղբոր տղենա, ուրեմն ավելի վատ բոգոյի համար, եթե աղբոր տղեն էլ չի, թու ասի բոզի տղա, իմ անունը աչուձախ, խես շոշափեմ։ Ուրեմն մայրն էլ Հասմիկ, տիկին Հասմիկ, նորագյուղցի, բջիտ, որ դաստիրակել ես, բջիտ դաստիրակի նախ էքեղեն նա մեղավոր, որ վարկա վերցել է տվելա քո բոզի տղուն, բայց բոզի տղուն բացատրի, որ տղա ջան, շատ վատ բան է, աղջկեքից, չգիտեմ, ես իմ խափելով, գողական խլայի ցալնելով եւ այլն, գումար վեկալել։ Նորագյուղցի բոլոր անուշ ապերները ծսնեն Գագո Բաղդասարյանի կամ Գագուլիկին տնով, տեղով, ընտանիքով։ Հրավիրում ենք հերթագրման տիկին Հասմիկենց դրան մոտ։ Մուտքն ազատ է 17-ից մինչև 67 տարեկան։ Բոգո, զբաղվի Գագոյով։ Տեսել ես քո բարեկամն է թե չէ։ Նեպտուն պատրաստվի։ Ստեղ մենք ունենք մախատ զանգ։ Ուր սկսենք, Աստված, մեզ ինչքան բողոք ունենք։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Ում պիտի զանգենք ուղղը սպանելով։ Ուր Աստված մեզ ծրագիրն է կորավ։ Ալո։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Ալո։ Բայ։ Ես աղջիկը մենակ այդ ալո բառը գիտի։ Call ended.
Ալո։ Ալո։ Քարացել են, անցանք առաջ։ Call ended. Ոչ մի քիչ չեմ կարող հասկանամ, զանգում են, համարը տալիս են, պայմանավորում ես, որ ասում ես, եթերի ժամանակ զանգելու եմ, երկած, զանգում ես, չկա, որ պիտի վախենակ, խեք համար տալը, մարո։ Մյուս բողոքից էդ տերնով ամ։ Նևարկյան։ Ալո, բարի օր, ապեր։ Ալո, բարի օր։ Բարի օր։ Ալո, ջան, դու ես։ Ալո։ Մա, դες սենց ոչ մեկ չի լսում, ես չեմ ջոգեմ։ Հետաքրքիր բան ամ։ Ալո։ Լավ։ Սա այդ կապված հասկանալի է։ Ուրեմն բանը անդո 18 դեկտեմբերից մինչև ամսի 15 հունվարի գրի մոտդ Երևանը կազմակերպում է բացօթյա տոնավաճառ Երևանի քաղաքապետարանը Շահումյանի հրապարակի տարածքում է ֆանտանների Կետ մարքետ ընկերություն գոյություն ունի ով առանց մրցույթի Շահելա այդ տոնավաճառը անցկացնելու իրավունքը։ Ուրեմն պիտի տեղադրվեն դոմիկներ, բուտկեր, տաղավարներ եւ այլն, որտեղ որ պիտի քաղաքացիները գան եւ ամանորյա տոնավաճառ ամսի 18-ից դեկտեմբերի մինչեւ հունվարի 15-ը։ Նախ հարց, ինչի է մրցույթ, ինչի չկա բան մրցույթ։ Ինչի՞ ես միանգամից վերցրել, տվել են ինչ-որ մի հատ կետ մարքետ, այս նորվա ջայլին, որ ասում է, ես չեմ լսում, գրեք, ստի մերը, թե չես լսում։ Ուրեմն, բան վճարը այդ ամսը համար 500,000 դրամից մինչև 1,50,000 դրամ։ Ես ուզում եմ հասկանամ, այդ խեղճ քաղաքացին, այդ ինչ պիտի ծախի ատե, որ 20 քանի օրվա մեջ ինչ մի հատ է պիտի եկամուտ ունենա, որ 500,000-ից մինչև 1,5 տա տեղին, գումարած ՀԴՄ, սոց վճար եւ այլն, բայց այս ամենը չի։ Այսօր Անուշ Ապերնիկը վերցել են եւ զանգել են այս երիտասարդին։ Այսօր ժամը 16:00-ի սահմաններում։ Զանգել են, ասել են, ուզում ենք բան վերցնենք, բուտկա։ Մարդն ասում է, որ դա չպիտի լինի սնունդ, ասել են, օքեյ։ Ինչ արժե, ասում է 500,000-ից մինչև այսքան։ Ոնց են գումարը վճարը, ասում է դե կարաս կանխիկ, կարաս փոխանցումով իմ քարտի վրա։ Հիմա ես հարց տվի, ասի մի րոպե կանխիկը որն է, այդտեղ պիտի լինի պայմանագիր պիտի կնքվի Պողոս Պողոսյանի եւ այս Արայիկ Ղախպի տղու միջև։ Տարածքա տրամադը, մարդ ասում ախպետ, դե որ նալոգվի շատ թանկ չնստի վրա դեստեն եւ այլն։ Կարաս քաշ տաս, բուտկեն տամ։
Բայց ինչի՞ց հետաքրքրեց, ասում եմ, ախր տենց ո՞նց հաստատում, գումարած, ինձ փոխանցում են, որ մի բուտկեն, ասենք խոսունակ տաղավար համար 7։ Տաղավար համար 7-ը արդեն մի քանի հոգու վրա այս բոզի տղան վերավաճառել է։ Համ քեզա տվե տաղավար 7-ը, համ ինձա տվե, համ մյուսին, համ աբազին։ Հիմա ամսի 18-ին որ գանք դնենք, բիշո մի բան ծախենք, խոսենք դու մատիտներ, ես շոկոլադնի, կամ ինչ-որ նվերնի, աբազը դուխի ասիրեմ էլի։ Հիմա որ մենք գանք, թե պիտի մենք իրեքս իրար ծցնենք, ասենք չէ, 7-ը իմն է, աբազը պիտի ասի իմն է, դու պիտի ասես իմն է, բայց քանի որ ձեր մեջի լիրփը ես եմ, բնականաբար կհաղթեմ ես։ Բայց հիմա ես ուզում եմ հասկանամ, ով է այս գյոթի սերունդը, որ ասես բանանը, բանից պարզվում է, այս տաղավարների գլխավերևում կանգնած է քպական ավականի Կիմա Աբրահամյանը։ Ես կխնդրեմ մի հատ պարզել, ով է այս Կիմա Աբրահամյանը։ Բնականաբար քպիստ ագարկա բոզի տաղա Կիմա Աբրահամյանը չէր կարող մենակով սրան բերեր կողեր, նորից սիսի պորնիկի վաստակնար է։ Հիմա պեկը Ռուստամ Բադասյան ղախպիտղեն, համապատասխան պաշտոնյան է, դու որպես օպերատիվ բանով պատասխանատու, մեծ հլը օպերատիվ արեք, հլը հասկանանք, Կիմա Աբրահամյան, կապեիստ, պորնիկի սերունդը, ինչ ասրա է տավն ազգաունը, ուրա, թտրեմ, հարկերից խուսապում, ոտի վերեն, Արա Ասլանյան, Արա Ասլանյանի հետ, ոնց է մասնակց է առանց մրցույթ, Եվ ինչ է նշանակում, կարակ փոխանցեք քարտից, դա ես կան գիտեմ 300,000 դրամից ավել Հայաստանում փոխանցելը խնդիր է։ Կարակ փոխանցեք քարտից, իրավաբանական անձոտ, կամ քաշ տակ, այսինքն քաշ։ Պետական միջոցների մսխում, ով է սիսի բոզիս տղեն, աբաս դու սիսի չես ուզում ծծցնես, ընչի։ Ես հասկանում եմ, որ սիսի ատամները քարտ հա, բայց այլ միջոց ես այլևս չեմ տենում։ Զբաղվեք սրանով, իսկ ավականին իր հերթին հանրային ձայնին զբաղվելու է այս բոզի տղեկով եւ հաղորդումը ղրգելու եմ քեզ, տհաճ մարդ, ընթացքը տենամ։ Ասում է, ես ձեր ձայնը չեմ լսում, չի ասում ճանաչեցի արդեն, ասում է չեմ լսում։ Բոզի տղեկ։ Իմիջալոս, ձերբակալվել է Գորիսի միլպետը, Սիսյանի միլպետի տեղակալը, ինչի, վայ ղազան, ես ինչ են արել, քակն են կերել ու փողը չեն տվել։ Ռելիս թող մենք հասկանանք, ժողովուրդն ուզում են իմանալ Գորիսի միլպետը, Սիսյանի միլպետի տեղակալը, ինչի են ձերբակալվել։ За что? Քանի որ գնաց խոսք շենք շինարարություններից հետ գանք, ուրեմն ես անցած հաղորդմանը անդրադարձել էի Գիզիրյանին։ Հիշեցնեմ, որ Գիզիրյանը Ռոբերտ Քոչարյանի ամենասիրած միլիցեքից մեկն էր։ Չելավեք բող մագդու, ում ոնց ուզեց ծծցրե։ Գիզիրյանը գցել է ապուրինի 14 հարգանի շենք։ Ես իմ որդավից, ես 5 տարի Նիկոլ նստած ու չասեմ, այս շենքն ապուրինի է, քանդել, ես քանդելու եմ, չգիտեմ ով ոնց։ Ուրեմն ուզում բանեմ, որ երկու ինչ հետարքիր ինֆորմացիաներ եկա, որ մենք ընդհանուր Գիզիրյանի պատկերը հասկանանք։ Բացեն, որ Գիզիրյանը թալան, ռեկետ, սպանություն, տուդա, Ռոբիկի համար եւ այլն, նաեւ եղել է վաշխառու։ Ես չգիտեի, իմացա։ Տոկոսով փող տվող։ Բայց տոկոսով փող ատվե պարոն Գիզիրյանը դաժե սեփական անձնակազմին, այսինքն նույն 6-ի աշխատողներին, սպեցնազին եւ այլն։ Ասում եմ խոսքի ունակ վերցնում էինք 100,000 դրամ, 110,000 դրամ պիտի հետ տայինք, տոկոսով, 10%-ով։ Եկա բանը 6-րդ վարչության պետա եղե, տոկոսով փողա ֆրծրե սեփական հիմնարկում։ Այն ժամանակ դե աշխատավարձերը քարտով չէին։ Բարձրանում էինք, ստանում էինք, օրինակ ռազմականում համեստներ, Շահինյանի կնիգը, այդ հերթ էինք այնում, ստանում էինք։ Հիմա նույնն էլ ասենք բանում է եղել, NVD-ում է եղել, մարդիկ էլ է գնացել, արձեր ստացել են, ամեն աշխատավարձի օրն Գիզիրյանի օգնական, ուր այդ բոզ դղեն, Արմենը, որ ապրում էր Մալացյա, Կայնը մեր դրան դեմը տղեկը փողը ստանում էին, թուղթ ու թանակում ընդերևը մեր տվել է 100,000 դրամ, 110,000 պիտի հետ տա,
տվել է դաժե 10,000 դրամ, 11,000 պիտի հետ տա, այսենց բիզնեսը արել պարոն Գիզիրյանս, ելնելով 6-րդ վարչության պետ։ Ինչը տարկիր է, ստեղ դաժե Արմենը, որ ապրում է Մալացիայում, տուն են տվել Մալացիայում Մերսեդեսի դիմաց, Գիզիրյանենք, էտելից ուղարկեցի։ Ստեղ մյուս օգնականը Գյուրօղլյան Վահրամ, ներկայիս պահին Ռոզիսկ, գտնվում է Եվրոպայում, մենք սրան կանրադառնանք առանձին, Գյուրօղլյան Վահրամին, աշխատել է Մաքսայնում Մայրապետյանի քրոջ Սոնայի ամուսին, Վահրամը եղել է նախաբաց թողումային հսկողության պետ, ամեն շորի գույնի հետ կապում էր հուբլոտ ժամացույց, որը սկսում էր $20,000։ Այս մարդն է, պիտի մթոմ Նիկոլը, այս ինչ էր սրանում, Գյուրօղլյան Վահրամին պիտի պատժեր, Գյուրօղլյան Վահրամը Խաչատան Գագոյին է, դաժե քցե, միլիոնավոր դոլարնի, են որ ասում է գողը գողից գողացավ, աստված վերև զարմացավ, Գյուրօղլյանը ծսրել է, բառիս ամենաբուն իմաստով, Խաչատյան Գագոյին, Մաքսայինի նավի բացահայտման իման վրա, սրան Մաքսայինի սիկտիրարի, բայց համենան դեպս մեկ կորումպիրը վնիմա, միլիարդ հատեր, հիշում է Նիկոլ Փաշյանը, որ Ռոզիսկայի համար Եվրոպա կուլտուրական հակնվել է եւ այլն ու պատտվում է։ Մենք հələ կանադառնանք նաեւ այս բոզիտողուն, ով հացրել է պլստալ արդարադատությունից եւ իհարկե Գիզիրան Ղարաբաղցի ղաղպիտողուն էլ հետը էտիա բազմահարկ շենքով, որը պիտի քանդվի, ասել եմ, քանդելու եմ։ Տոկոսով փող տվող, աֆիցեր մարդ, սեփական անձնակազմին, աբաց դու տես բան կանեիր։ Չտրել Ես այսօր ուղղակի եթերը բավական ինձ անաբեռնված է, մի բանից ուզում եմ զգուշացնել Երևանի համար 4 ուսումնարանի ադմինիստրացիային, տնօրինությանը։ Խեկներդ հավաքեք գլուխներդ, քանի ես ձեզ ամբողջովին չեմ անդրադարձել։ Ինչ որտեղ է նաև աշխատում բանը լամպչկի, այսինքն պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն իշխերը գլուխ էր, դրա հերը, թե եկա զամմինիստրի հերես, գնա քո տունը վերենգի, քո թոշակը ստացի, ասում աշխատամա զենղեք, ումը ոնց ուզեմ, բդեմ, գզեմ, քրֆեմ եւ այլն, ուսումնարանի ադմինիստրացիային զգուշացնում եմ, կծսցնեմ, մարդավարի լեզվով սթափվեք, քանի որ գնաց խոսք այդ բանից, Մասիվի թաղապետ Տիգրան Տեր Մարգարյան Մասիվի թաղապետը բնականաբար Վազգենի քրոջ կուսակցությունից է։ Ուրեմն ես ուզում եմ դիմեմ Տիգրան Տեր Մարգարյանի կնոջը, հարգարժան Տիգին, ձեր ամուսինը աշխատանքի է ներկայանը ղզղնած, աշկակցան թաղապետարանում աշխատող կանանց վրեն, սրանա Վազմ Ղուլիղուլյանը, նրանա Վազմ Ղուլիղուլյանը, նրանա կանչեմ կաբինետ ուզմը անի գլը, ասում են գլը նեմա, մենք ամուսնացած ենք եւ այլն։ Ուրեմն ես հասկանում եմ, որ հայերի մոտ շատ է դլոյակերությունը, պատրաստ լինի Նեպտուն։ Բայց ուզում եմ հասկանամ, դու թաղապետ ես, Տիգրան Տեր Մարգարյան, բոզի տղա, այդ հեռախոս անջատելուց լավ եք, բայց ձեր սեռական քրոմ բանը հորմոնալ պորտքումը դուք չեք կարողանում տիրապետել, այդ նույն փմբուկ քո կնգավերեն չկա, որ դու առավոտ շուտ գործի ես գալեմ, արդեն ղզղնած, պրիտոմ բարձր ձենով էլ գանդոն ես ուզում օգնականիցդ, էլ չեմ դիմանում ասում, գանդոնը բերեք, ահազանգում են քաղաքապետարանում աշխատող կանայք, նախ սիրելի քաղաքապետարանի կանայք, հորդորում եմ ձեզ, երբ որ ձեզ իր մոտ է կանչում ձեր թաղապետ Տիգրան Տեր Մարգարյանը, փորձեք ձայնագրել,
Տիգրան Տեր-Մարգարյանի առաջարկությունը, այդ լեզվով խաղեր տալու միտումը, ցասումը եւ այլն։ Բայց ես ուզում եմ, որպեսզի Վազգենի քուրը ու այն անին դրանց ֆրակցիայի ղեկավարը մի հատ հետևություն անեն ու մեն նշանակե թաղապետ։ Նամանավանդ Վազգենի խիար աղբերը։ Եվ հորդորում եմ Տիգրան Տեր-Մարգարյանի կնոջը այսօր անպայման լողանա, դլոն թրաշի, հագնի պենուար, եթե գիտի ինչա նշանական պենուար, անպայման ինչ-որ մի հատ սպիտակ կամ այլ գունի բմբլով եւ կատարի իր ամուսնական պարտականությունը, որպեսզի մարդը գործի չգա առնանդամի ծերը թրջած։ Հասկացար այ կնիկ։ Դլոյ տալու համարա նամանավանդ, եթե քնում եք իրար կողք։ Եթե մի անգամ էլ մասիվի թաղապետարանի կնանիք ընձի ահազանգին, ես զանգելու եմ քո կնգան, անձամ ես, ասեմ ընչի քո մարդուն չես տալեմ դլո։ Բոզի տակա։ Քոքն եք ընկել, կնիկ տուն ունես, շինի գնագործարո։ Չես ամուսնացել։ Ես բանը հանրային ձայնի եթերի ժամանակ ոչ մեկ հեռախոս չի եկալու Երևանում։ Չդարքիր։ Ում զանգում չի եկալու։ Մենք հիմա զանգալում ենք լրիվ։ Տեսեք, որ ասեմ չեն եկալու, անջատում են։ Ախր նենց որ վստահ եմ, որ ես կինը չգիտի, որ ես յան զանգելու եմ։ Պրոստը կարող է զգացել։ Զանգում ենք բժշկուհի Արմինե Խաչատրյանին, Եղվարդի հիվանդանոց։ Ալո։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժշկուհի դուք եք։ Այո։ Բժշկուհի ջան, այսպեսի մի հատ հարց, դուք ունեցել եք հիվանդ Սոֆիա Զուրաբյան, 13 տարեկան։ Դուրս գրման էպիկրիզը ինչի չեք տվել։ Վարդան Ղուկասյան, հանրային ձայնից։ Էպիկրիզը վաղուց պատրաստ է, քոնքան տանենք։ Վաղուց պատրաստ է, իսկ դուրս գրման ժամանակ դուք չեք տվել էպիկրիզը։ Ինչ ախտորոշման ընդունվել ձեր մոտ Սոֆիա Զուրաբյանը։ Ինչ ա եղել։ Ասում եմ, ինչ ախտորոշման բա, դիագնոզ, был какой։ Սոֆիա Զուրաբյանը ինչ ախտորոշման բա ձեր մոտ ընդունվել։ Դիագնոզ։ Դիագնոզ գաստրոենտերիտ։
Գաստրոէնտերիտ։ Այնտեղ սննդային թունավորում չի եղել։ Ոչ։ Ինչի հիման վրա եք դուք եզրակացնում, որ ոչ։ Եվ կլինիկորեն եւ լաբորատոր։ Եվ կլինի։ Դեպքի հիման վրա չեն կարող ասել, որ սննդային թունավորում է։ Այսինքն ինչ է նշանակում մի դեպքի վերաբերյալ։ Մարդը կարա խանութից բան առնի, ուտի եւ թունավորվի։ Մի րոպե, կլինիկորեն է ախտորոշումը դրվել եւ լաբորատոր, բավական բան չի հայտնաբերել, թե գաստրոէնտերիտ է, միանշանակ չեմ կարող ասել սննդային թունավորումը։ Հենց այնպես չենք ասում սննդային թունավորում, դա պիտի հաստատվի, չէ՞։ Այո։ Դուք ուր եք ուղարկել լաբորատորիան, որտեղ է լաբորատորիան ա եղել։ Լաբորատորիան ուղարկել են Աբովյան ՀԲԿ։ Հիվանդը ձեր մոտ ընդունվել է ջերմությամբ։ Ինչ։ Ջերմությամբ է ընդունվել ձեր մոտ հիվանդը։ Ոչ, ջերմություն չի եղել։ Բա որ ջերմություն չի եղել գաստրոէնտերիտ առանց ջերմության։ 13 տարեկանի մոտ։ Դուք բժիշկ եք։ Այո։ Դուք բժիշկ չեք։ Ես բուժակ եմ։ Եթե գաստրոէնտերիտը կարող է լինի եւ ոչ ինֆեկցիոն եւ առանց ջերմության։ Շտաբօգնությունը ձեզ մոտ որ բերել է, գրել է գաստրոէնտերիտ։ Այո, չեմ լսում։ Ասում եմ շտաբօգնությունը որ բերել Գաստրո, մի րոպե լսեք։ Լսում եմ։ Գաստրոէնտերիտ ոչ ինֆեկցիոն։ Ահ, ոչ ինֆեկցիոն, հիմա էլ ոչ ինֆեկցիոն։ Կան վերցնել էպիկրիզում ամեն ինչ գրված։ Եղավ, շնորհակալություն։ Երկրորդ օրը երեխան արդեն լավ էր։ Քանի օր է ձեր մոտ պարկել երեխան։ Մեր մոտ պարկել է ինքը 3 օր։ Ամսի 7-ից ամսի 11-ը, բայց երկրորդ օրը մի անգամ այտենց անցավ գաստրոէնտերիտը, մի օր հետո։ Արդեն բավականին լավ էր։ Արդյա բավականին լավ էր։ Ուսումը շարունակել ենք մինչև պատասխանը գար սվանքի բարձրության։ Ահա, եղավ, լավ։ Call ended. Ոչ ինֆեկցիոն գաստրոէնտերիտ։ Նես ֆրծրեց, հետո նես ֆրծրեց։ Մի րոպե։ Քանի որ մեր ընտրողնա դրա համար ավելի բան հոգատար վերաբերմունք։ Ալո, ալո, բարև ձեզ։ Մենք կապնվեցինք ձեր բժշկու հետ։ Այո։ Ձեր բժշկուին Արմինե Խաչատյանը հայտարարեց, որ էպիկրիզը 3 օրա պատրաստ է, դուք կարող եք գալ եւ վերցնել։ Դուք եք մեղավոր, որ չեք գնացել, չեք վերցրել։ Ինչը ոչ։ Պարոն Ղուկասյան, ուրեմն այդ օրը վիճաբանությունն նորից տեղի ունեցել, ինձ զանգեց, ասում է շտաբ երեխային դուրս եմ գրում, ասում եղավ, դուրս գրենք։ Մոտեցել եմ, ասում իմ երեխայի էպիկրիզը տվեք, ասում չեմ կարող։ Ասում բա ինչի հիմա վրա ես ինձ դուրս գրում։ Դա կգնաս, ես կզանգեմ, կգաս։ Ես այսօր զանգել եմ, ասում նյուշելի 3 օր անցրած, բա պատրաստ է, գայր տան էի։ Ասում տիկին, նույն օրը դու իմ էպիկրիզը երեխայի պիտի տայի։ Եթե դուրս ես գրել, ինչի հիման վրա ես դուրս գրել։ Իմ երեխան առողջ չի, սիստեման անջատեցի, 2 ժամ հետո ինձ հետ ուղարկեցի։ Ասում ես երեխան արդեն լավ է։ Ո՞նց է լավ, դե էպիկրիզը տուր։ Հիմա ընկեր բժշկուին հայտարարում է, որ ընդունվել է գաստրոէնտերիտ ախտորոշմամբ, ես հարցնում եմ, ջերմություն կար, ասում է, ջերմություն չկար, դուք բժիշկ եք, ասում եմ, ես բուժակ եմ, գաստրոէնտերիտի ժամանակ 13 տարեկան երեխումուտ, պիտի լինի 90% ասում է, ոչ ինֆեկցիոն գաստրոէնկրուտիտը որոշեց վարքյանական, ես հիշեցնեմ հեռուստադիտողին, որ խոսքը վերաբերվում է Զովունի գյուղում դպրոցի անմիջական հարևանությամբ գտնվող հացաբուլկեղենի արտադրամասին, ով գործում է ապօրինի, ով երեխաների վրա վաճառում է ժամկետնանց սնունդ, մենք բանը պարզեցինք, որ դա պատկանում է Ոմն Գրիգորի, ով աշխատում է ծառայում է ռազմական ոստիկանության զին ավտոտեսչության ծառայության պետնա,
աները զովունու ապրոմա զովունի գյուղում Անդրանիկ Քոչարյանի բանը Ռուզիկ Գանդոն Անդոյի ընկերնա եւ չերես Անդո մտել է աշխատանքի ռազմական ոստիկանություն մենք նաեւ ճշտեցինք որ մեր գրլելուց հետո տեսչական մարմինը եկել է իբր թե օրը արդեն 3-ից այս կողմ ժամը 12-ից 1-ից 2-ից հետո հել եկել է որ ստուգում անի այդ ցեխում ասում է ոչ մի բան չեն գտե սնունդ չկա բոզի տղան սնունդը արդեն ծախ է երեխեքի վրա պրծել է էլ եկել ես ինչը ստուգես տեսչական մարմին ու հիմա ես ոնց հասկանում եմ նույն բան է հիվանդանոցը որը որ ասում է գաստրոենտերիտ շտաբօգնությունը որ եկել է ասել է գաստրոենտերիտ հա տիկին ոչ շտաբօգնության հենց բժիշկը մոտեցավ տեսավ երեխան սառնա մատերը սառնա ճակատը մարմինը ասեց արդեն ջրազրկում է երեխայի մոտ ու սննդի թունավորում շտաբ տանում են հիվանդանոց ես ասեցի ո՞ն ու արդեն պատկերացեցինք որ դա ցերեկվանից կերել է դպրոցում այդ պիցան ու հետևանքները շարունակվել է 6-ից 8 ժամ իմ երեխան դրա վիճակում է ու թթվայնությունը խեղդում է երեխայի բերանից գալիս է դեղի ու կանաչատիպի փրփուր իրանք նույն պահին տեսա որ հետ ատարից ու ասին շատ շտապ պետք է տանենք մի վայրկյան անգամ չենք ուշացնելու տիկին ասեց ավելի լավ է որ շուտեք զանգել չեք թողել որ մի քանի ժամ էլ անցնի տարել ենք այդտեղ նույն այդ չորկա բիգուդի Արմինե Խաչատրյանը որ մոտեցել է մեզ գիշերը իր առաջի խոսքը ինձ եղել է սննդային թունավորում տիկին մի անգամից միացրել են սիստեման ու արյուն են վերցրել առավոտյան նոր ես իր ռոժը տեսա որ խառնվել արդեն մարդիկ զանգել էին ու այնտեղ արդեն ուրիշ բաներ կատարվում ու ես առավոտյան ասում եմ ոնց կարակ դուք որ ասում եք երեխան սննդային թունավորում ա ստացել ինչի եք նույն պալատում պարկացրել եւ թոքաբորբով հիվանդին որը որ 15 տարեկան է եւ 9 տարեկան թոքաբորբով հիվանդին եւ պարկացրել եք 6 ամսական բրոխներով հիվանդ երեխային մայրի հետ այս ինչ ասի գժանոց եմ եկել այսուն եմ եկել միանգամից կես ժամ չանցած փոխեցին հիվանդերին տարանին պալատից նոր եկել ասում հա ճիշտ եք ասում մենք ուղղակի շատ խառն էինք պալատներ չունենք ասում չունենք ասեք տեղը փոխվենք ուրիշ հիվանդանոց այս ինչ եք անում բացնես ինֆեկցիա երեխայի մոտ սննդային այստեղ էլ բերես մի ուրիշ 5 հատ հիվանդ է սպարկեցել ուրիշ ինֆեկցիայով այս ինչ խայտառակություն է ու դրանից հետո ես հասկացա իր վերաբերմունքը որ իրան զանգում են ու այդ նույն բուհացաբուլկեղենի տերերը երեկվանից տարբեր մարդիկ են ինձ զանգում տարբեր բնակավարների ում որ ես ճանաչում եմ նախկին զինվորականներ նախկին ոստիկան եւ ներկայիս ոստիկանության աշխատողներ որ լավ է Անուշ ջան թարգի գնացել են ոչ եթե սխալ են թող իրեն սխալը ընդունեն եւ ոչ թե ինձ ասեն գիտես ինչ կա երեխան հիվանդ է եղել կամ այսպես կամ այնպես ոչ երեխան հիվանդ չի եղել բոլորն էլ տեղյակ են որ սննդային թունավորումը սանիտարն էլ երեխայից անալիզը փոխել է երեխան շատ վատ լուծ վիճակով անալիզը ես հասել եմ Աբովյանի սանիտարան իրեն 3 օր հետո ես գալիս եմ տուն նորի պատասխանը ուղարկում են չորկային այդ անտեշանը նոր ասում եմ որ գիտես մաքուր է երեխան քեզ լուծ ես մի րոպե ուրեմն որոշակի մարդիկ բան են անում զարմանում են անհանգստանում են վայ ես ինչ բանը լաչար կնի կա խոսքը ձեր մասին է եղալ ես ուզում եմ պատասխանեմ մեր դիտորդներին հեռուստադիտողներին հարգելիներս ուրեմն այս շատ լավ կլիներ որ մեր բոլոր ծնողները լինեին սենց լաչար ինչի որովհետև եթե ծնողը լաչառա, եթե ծնողը պահանջկոտ է, եթե ծնողը դողում է իր երեխայի վրա, ուրեմն ծնողը պիտի կլինի հետևողական, որ իա երեխայի առողջության հաշվին ռազմական ոստիկանության սպա հանդիսանող վայպետ Գրիգորի նման բոզի տղեկը, ով գայից, այսմա Գրիգորը նախկինում աշխատել է գայում պետ ավտոտեսչությունում հեռացվել է պետ ավտոտեսչությունից սեփական գործընկերների դարակները մտնելու եւ գողություն կատարելու համար հետո Քոչարյան Անդոյով եկե մտել է բնականաբար դոլարնիկով ռազմական ոստիկանություն ծնողը պիտի լինի լաչար ծնողը պիտի լինի լիրբ եթե խնդիրը վերաբերվում է իր երեխային, ոչ թե նայի մատների արանքով, yaman ամոթա, մենք նամուսով ենք,
ոնց որ այսօր անում են զովածների մայրերը։ Սպիտակ սև թաշկինակը վեկալում են, բակավո նստում են զոված զինվորի նկարի դեմը ու նամուսով են։ Հայոյանք չեն տալի, չեն խոսում, որովհետև իրանց կասեն լիրկ, թո ասեն լիրկ, բայց թո չասեն ծախվածա, չասեն բոզա, չասեն ագարկա, ավելի լավ է լիրկ պահանջատեր, քան թե աղոթած էշ։ Ես հարգում եմ նման կանանց, մի րոպե, ես հարգում եմ նման կանանց, ես հարգում եմ նման մայրերին, ովքեր իրենց երեխայի առողջության համար պատրաստ են կոկորտ կրծել, պատրաստ են դիմացինին ներողություն արտահայտության համար ծսնել։ Այն միայն սենց ծնողի այս սենց մերերի, ես միշտ հարգել եմ նման ծնողներ։ Այդ ծնողը ով եկե մտել է ռազմական ոստիկանություն, սաղից անել է օդ, այդ ծնողը ես հրավիրել եմ իմ կաբինետ, չայ, կոֆե դել եմ, խտիր լուծե ճամփու եմ դրել։ Ասել եմ դու լավ կնիկես։ Այդ ծվում նաև բազմաթիվ զոհված, որովհետև ես զգացել եմ, որ իմ դեմը մայր է։ Մայրը լուբոյ կատու, պուչուր կատու, գնաս կպնես ձակին, կթռնի վրետ, մոր մշքանի։ Իսկ մեր մայրեն ասում է, ես իմ երեխուն կորցրի, քեզ կտա, Նիկոլ։ Ատենց մայր ինձ պետք չի, ես ատենց մայրի զզվում եմ։ Դա մայր, բա երեխեն 13 տարեկան երեխու վրա, երեխեքի վրա, ժամկետնան սնունդ ծախես, պից ասում է, մեկ դեպքով չիլմ, ես էլ եմ կերեմ մի ռեստորանից, ես իշխում եմ ինչե որդ, ես, մացոն արոլ, ծիլը, պրասպեկտիվից բանկերանք, այն չէր, խաչապուրի իրեքս էտ գիշեր մեռանք, իրեքս լուսացնից սուքարանում, հաջորդ օր էտ խաչապուրի ծախոք ծեխը պայթասել եմ ես, Ալլահ ակբար, այսինքն մայրը եթե պահանջատեր է, դա չի նշանակում այդ մայրը լիրփա։ Բա ինչ պիտի լինի։ Իրեք որ երեխուն տարեկցե, բան այդ հիվանդանոցը սիստեմեքի տակ, ինձ է պիտի խոսա։ Այո, իսկապես ոչ այնուամենայնիվ։ Իսկ ինչ վերաբերվում է ռազմական ոստիկանության պետին այդ մի պոշկանի բոզի տղուն, կանչում ես քո մոտ ես ղախպիս տղուն ու ասում ես բոզի տղա։ Փող աշխատելու ուրիշ ձև չես կթե, բանի վրա ես փող աշխատում երեխա, աշխատում ես աշխատի, գոնե սնունդը որակով տուր։ Այ ոչ թե ժամկետնանց։ Պարոն Ղուկասյան, ուրեմն այսօր սննդի տեսությունից զանգել են, վերջապես ես ամենուր զանգում եմ, կմկմալով ինչ չեն կարող հստակ պատասխան տալ, վերջապես համարձակություն ունեցան Անուշ Հարությունյանը տեսչականից զանգեց, ասում է, տիկին Անուշ, ասում է, ուրեմն ձեր բողոքով գնացել են տեսուչները, ոչ մի հացաբուլկեղեն չկար, ասում, այսինքն իրանք 8:30 արդեն թխված, պատրաստ դարակները, սաղ այդ դախրները լիքը, երեխաները առնում են հերթի տակ կանգնած, 900-ից ամենապակասը 600 երեխան առնում է այդտեղից, ես ամենապակասն եմ ասում, ոնց չկար, մի ուժելի մի կտոր հացի կտոր չկար, ասма չկա, ասի դե ձեր մեջից արդեն բոզները զանգել են, նավոտկով ասել են, հավաքեք գարիս են դες հավ կենեդի աշիկներով, զանգել եք ասել եք հետևից գնացել եք, բայց ասի դա է ձեզ ասել, երբ որ ես հիվանդանոցում եմ եղել, ինձ գյուղացիք զանգում էին, ասում էին Անուշ, զայներ ենք լսում, թղթաբանությունները կողքը հենց կանգառնամ, հենց այդ հացաբուլկեղենի կողքը կանգառնա, որ եկել են ստուգել են, ինչ-որ բարձր ձայներ ա եղել, այնտեղ թղթաբանությունը խառել են, այնտեղ են կեղծ թղթեր քթել, ժամկետնանց ինչ-որ թղթաբանության այդ խնդիրներ ա եղել, հացաբուլկեղեն էլ ա եղել, ամեն ինչ էլ եղել ա, պարզապես հիմա արդեն 6 օրվա մեջ իրանք ամեն ինչ փոխեցին։ Դե եթե փոխել եք, ես ձեզ ասում եմ, փոխողն էլ, անողն էլ, սաղը բոզի ծնունդ եք։ Եթե իմ երեխեն 3 օրից ավել սիստեմաներ ստանա, փրփուրը բերանին, մահվան շեմի ձեզ հասցնեմ, հիվանդանոց ու դուք կեղծեք, դուք բոլորը դա եք, վերից վար։ Իսկ ով են որ կասի լիրփա, ես թքած ունեմ նման մասայի վրա, պարոն Ղուկասյան։ Ես եմ լիրփա, բայց ես իմ երեխին ատամներով պահում եմ, ամեն տեղ, որովհետև ես գյուղում բոլորը սպայկա Եթե դու չհելնես սրանց ոնց են ասում գլխին չքակես, իրենք քեզի կզբծնելու են կողեն հողի մեջ, սաղ թաղեն։ Ամեն բնակավարում ստե պտի հենես ասես չափը ճանաչի։ Եթե չասես, այստեղ բոլորը գիտեն, որ դու ստեղ չունես բարեկամ, դու եկել ես 12 տարի այստեղ ապրում ես, կողքից եկած ես, հնա մի բան էլ ասում ես, ասում ես, կողքից եկած է յաման, կողքից եկած է, հնի ասել է քեզի տուն ու տեղը ինչ անի, ղախպի սերունդներ։ Սրանից հետո որ մեկը անի ամենավերջի խոսքում տելուա, անձամբ հենց զոբունցի։ Իսկ այդ հարամները, որ վաճառել են երեխի վրա ու ասում են չկար, ինչի եք եկել բա այդտեղ։ Հետևից եկել եք ջուր
Դուր եք լցնում դասատուների, թե աշակերտների ասում եք բարի ճամփա գնացեք դպրոց, խիտ եկե բաց է հացաբուր կեղենի արտադրամասը բա։ Ինչ էիք անում այդտեղ։ Եկել եք բարի լույս տայս երեխաներին։ Եղավ, հասկացա ես ձեզ։ Պատասխաննել են փոխել, բոլորը փոխել են, բոլորը վերից վար փոխել են, չեն մարսելու, մեկա չեն մարսելու, թող գնան դողալով սրան նրան ինձ զանգել են տալիս, ես ասել եմ չէ, դե եթե ворողներդ քաքոտ չի, ինչի են ինձ զանգում տարբեր զինվորականներ, նախկին ներկա ու չեն զանգում անգամ ներկայիս ոստիկանության աշխատողներ, որ Անուշ ջան, ախպերական ինչ կլինի։ Ասա ախպերական քաքեմ բերանդ։ Ապրես։ Չաթլախն է, գնացեք իմ երեխեն ավելի կարևոր է, քան դուք, ընկերությունը, բարեկամությունը, ուրիշ է, սա լրիվ ուրիշ հարց է, ու թող բոլորը լսեն, կեղծել են ամեն ինչ, ու թող զավոթիներն են լսեն, այդտեղ բոլորը հարամ այդ սնունդը, մի օր եթե լավ տվեցին, իմացեք հաջորդ օրը ձեր երեխաներն են լինելու, դե թող գնան ուտեն, ու միշտ է Զովունի երեխաները, մինչ օրս էլ ինձ բողոքում են ասել, պարզապես մենք վախենում ենք, խոսենք, որովհետև մեր հետևից կգան, ով կգա, դուք ով եք, որ գնաք ինչ որ մեկին վախացնեք, ով դրաշունն եք դուք, ինչի եք մարդկանց ահաբեկում, որ ձեր հետևից կգան, շատ ծնողներ բողոքում են, շատ տատիներ ասում են, որ մեր թոռները ուտում են, թոռացավերով տուն են գալիս։ Բա թող խոսախի չեն խոսում։ Նամուսով է։ Հա, երևի նամուսով են, թող ես լինեմ այդպես, թող ես ճակատին ասեմ ինձանից նեղվեն, բայց սա այս հարցը իմ երեխի հարցն է, փոխանակ գան մի հատ էլ ասեն, գիտես ինչ, դե կարող է ինչ-որ մի բան շփոթվել, կամ ինչ-որ մի բան սուտ շահեն, ինչ-որ մի բան ասեն, էլի, փոխանակ դասեն, հələ մի բան են հելե տարածել են ասեն, երեխան խոց ունի, կամ երեխան գաստրիտ ունի, թող ստի տուն ու տեղը, թե իմ երեխան այդ հիվանդությունը ունի, հա, մեր մանուկ, Եղավ, հասկացա ձեզ, լավ եղեք, շնորհակալություն։ Իսկ ինչ վերաբերում անորից եմ ասում այս ցեխի սեփականատիրոջ, այս Գրիգոր Բոզի տղուն։ Ապրանք ես երեխեքի վրա ծախում, լավ ես անում, բիզնեսը տա, Բոզի տղա, բայց ժամկետնած կալբաստ, մալբաստ, սնունդի հետ մատխաշ սերնդի վրա մի կապի, ղախպի տղա։ Քո խանութն էլ եմ փակելու։ Քեզ էլ հետը։ Համբերեք, այսինքն այս աղես դավթարները պահվում է։ Ասնենք առաջ։ Հա, մի րոպե։ Մյուս զանգը։ Մենք 2-3 օր առաջ անդրադարձել էինք այն ռուսաստանցի ագարկին, այն նարկոման, հետախուզման մեջ գտնվող, որ հելել էր ընկերებն քուչա, ես ինչեր էր անում, նկարում էր, միրգ էր ջարդում, ծաղիկ էր ջարդում, ինչ էր անում եւ այլն։ Հայտարարեցինք, որ անուշ ապերներ են եղել, որոնք գտել են ավելի շուտ, քան ոստիկանությունը։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այդ լիրփը, իրաներ եկալ էր ինչ-որ լուսամուտի շպրտելացած, նկարեղրգել էին, գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց Ռուսաստանում հետախուզման մեջ եւ այլն, վաճառում էր թմրանյութեր, նկարահանում էր պոռնո տեսանյութեր, ոնց են յակրծքերը ծածամ եւ այլն, գցում էր համացանց, դիտումներ էր հավաքում, ոստիկանությունը չէր գնում հետևից։ Հիմա մեզ տեղեկացրեցին, որ ինչ որ երիտասարդների են բռնել, ովքեր կասկածվում են կամ մեղադրվում են այս ռուս ագարկին, չգիտեմ, խուզելու կամ բանելու մեջ, զանգանեք մի հատ Մարինե Խաչատրյանին, ոնց որ հասկացա, ինքն ավելի շատ է տեղյակ այս գործից, քան ես։ Ալո, բարև ձեզ բժշկուի։ Բարև ձեզ պարոն Ղուկաս։ Դուք ուղիղ եթերում եք, ուրեմն ես ձեզ զանգահարել եմ կապված այդ ռուս անբարոյականի կամ այդ անբարոյական աղջկա վարքագծի հետ։ Ինձ ուղարկել էին լուսանկար, որ վերջինս ընդունվել էր հիվանդանոց, պատգարակի վրա պարկած, ընդունարանից եւ այլն, որ երկրորդ հարգից է, ուրեմն շպրտեյացած քնչականի, չգիտեմ որ հարգից, ինչի է գցել իրանց ցած, չգիտեմ, երևի քնչականում սովորություն է, ով մտնում է քնչական, իրան լուսամուտից գծմացած։ Ես հետո իմացա, ինչ-որ երիտասարդներ են ձերբակալվել, որոնք կասկածվում են կամ մեղադրվում են այդ աղջկա նկատմամբ ինքնադատաստան տեսնելու մեջ։
Դուք իշոր մի տեղեկություն ունեք, ես ոնց հասկացա դուք բան եք ունեցել, ելույթ եք ունեցել, ես տեղադրել եմ Telegram կանալ, ուզում եմ մի փոքր ավելի այս թեմայով զրուցենք, հասկանանք ինչա տեղի ունեցել Երևանում այս դեպքի հետ կապված։ Շատ լավ, պարոն Ղուկասյան, նախ քննչականի ժողովուրդը թող մտածի, ինքը արդեն խնդրեմ ունի, որովհետև այդ ռուս անբարոյական թմրամոլը գնալու է բողոքի, ես համոզված եմ դրանում, որ քննչական տղերքն են իրենց ցածն նետել։ Ես հավատում եմ։ Մինչդեռ իր նախկին վիդեոներով ինքը ասում էր, որ իրեն նախկինում ծեծել են, ջարդել են, գլուխն են ջարդել, ոտերն են ջարդել, այսինքն ինքը սովոր է, որ իր հանդեպ բռնությունը եւ իր համար գերադասելի էր ընկնի, ջարդ խորտ լինի, ինչ որ ձևով փախնի, որովհետեւ հասկացել էր, որ խնդիր է ունենալու։ Հաջորդը, այդ կենթանին Հայաստան էր եկել ապօրինի անձնագրով, ես այդ տեսանյութը ձեր Facebook-ին Messenger-ին նույնպես ուղարկել եմ, եւ մենք հասկանում ենք, որ аэропորտը հսկում է սահմանապահները, այսինքն ԱԱԾ-ն է հսկում։ Աբազնա։ Այսինքն մեր Աբազնա ռուսների հետ։ Մեր ապրեք, մեր ԱԱԾ-ն ոչնչությունն է, այդ իմ հայտարարությունն է, ոչ մի բան չի կարող անի, որ կարա ինչ-որ նարկոման կա, ու անբարոյական, անառակ, առանց խոչընդոտի կեղծ անձնագրով գա մտնի Հայաստան։ Այսինքն ԱԱԾ-ն թող ընդհանրապես գլուխ չկովա եւ իրենց ընդհանրապես բոլոր արտոնությունից պետքա զրկել, ընդհանրապես այդ հիմնարկը պետքա փակել ու տեղը մի հատ երևի դպրոց սարքել կամ մանկապարտեզ։ Հաջորդը, ով է տվել այդ աղջկան կեղծ անձնագիր։ Ուրեմն համացանցում էլ տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանում ապրում է ինչ-որ գոտ, չգիտեմ ինչ, ադրբեջանցի մեծահարուստ, ով նման անբարոյականների ու նարկոմանների գրուպիրովկաներ է հավաքում եւ ամեն ձևով օգնում, որ դրանք գան Հայաստան եւ այստեղ նմանատիպ բաներ անեն։ Ու այդ աղջիկը, այդ անչափահասը նմանատիպ վիդեոներ անելով ոչ թե հավաքում է պրասմոտորներ, որ դրանով գումար աշխատի, այլ նա աչոտ է տալիս այդ բան ադրբեջանցուն, հեսա այս անունը կճշտեմ, հստակ ձեզ կասեմ։ Ուրեմն խնդիրը կայանում է փաստորեն նրանում, որ ինչ որ ադրբեջանցի, այդ ոնց է ադրբեջանցու անունը։ Գոդնիսանը, Գոդնիսան, միլիոնատեր է, միլիարդատեր է, ինչ է։ Դա կազմակերպված բերում է այդ ռուս նարկոմաններին, բնականաբար մենք որ խոսում ենք, նայում ենք, ասում ենք, չէ, ռուսը եկավ, մեր երկրում այսինչ արեց։ Բնականաբար նորմալ թասիբով հայ տղերքը, ովքեր որ շատ են, նմաններին վերցնում են ու ինչ պետքա անում են։ Հետո առաջանում է ռուսական հերթական լարվածությունը, առանց այդ լարվածությունը քիչ չի, եւ ստացվում է, որ ադրբեջանցիների ցանկությունը, որ ռուսները խնդրեմ ունենան հայերի հետ, ավելի խորանում է։ Ես ասեմ ավելին։ Ուրեմն նախ հիմա բռնել են մեր ընկերներին։ Քանի հոգի է ձերբակալված։ Այս պահին 2 հոգի են, մեր ընկերներն են, եւ իրենք ընդհանրապես կապ չունեն այդ դեպքի հետ, թեև ես շատ ողջունում եմ ու ասում եմ հալալա այն տղերքին, ովքեր որ պատժել են այդ անբարոյական նարկոմանշային։ Ինչևէ, այս մեր տղաներին մեղադրում են խուլիգանության եւ ծրեցի մեջ։ Հիմա բոլոր նորմալ աչք ունեցող մարդիկ, ով ունի ուղղակի աչք ու ասենք թե -10 տեսողություն։ Վիդեոյում տեսնում է, որ եղել է ընդամենը 1 ապտակ, իսկ 1 ապտակը ծեծ չի համարվում, այն առաջին ապտակն է եղել։ Այսինքն տեղի չի ունեցել ծեծ, այսինքն այն տղերքը, ովքեր դա իրականացրել են, անգամ իրենք ծեծ չեն իրականացրել, ծեծ տեղի չի ունեցել, բայց մեր ստացած տեղեկատվության համաձայն, երբ որ այս ռուս անբարոյականներին բռնել տարել են քաղմաս, զանգ է եղել Ռուսաստանի դեսպանատնից ուղիղ Նիկոլ Փաշինյանին, ասել են տո քո մաման ու պապան միասին հանդիպել են աշխարհում, եթե դու բռնել ես մերոնց, ձերոնց խիչ ես բռնել, եւ ուղիղ հրաման է իջել հաջորդ մեր հերոս Վահե Ղազարյանին,
որ գնացեք, մարդ գտեք, մարդ բռնեք, բերեք, որ մենք դրանց վրա գործ կարենք, տենանք ոնց ենք, տակից դուրս գալիս, թե չէ Պուտինը ինձ կսարքի կնիկ։ Ну, մոտավորապես գեղարվեստական տարբերակով։ Կուլտուրական։ Այսպիսի, հա, ես կուլտուրական, դե գիտեք, ես կուլտուրական կնիկ եմ։ Հա, նույնիսկ այս նորից հուշում են, ուրեմն տղաներին տարել են Էրեբունի ոստիկանություն, ու Էրեբունի ոստիկանության պետը, տեղակալը պետի, հայտարարել է, որ այս տղերքը պիտի դատվեն, ուրիշ տարբերակ չկա։ Երևի Նիկորնելը ասել է, ես էլ քեզ ուրիշ բան կանեմ, եթե դու մարդ չգտնես, չդատես։ Հիմա առաջինը ստացվում է, որ նորմալ մեր հայ տղերքին իրանց ֆիզիկական տանջանքները, այդ Նիկոլային ու իրանց նմանները, հա, ֆիզիկական տանջանքի չենթարկվելու համար, Այստեղ հարցը կանում է, ես հասկացա, ուրեմն այստեղ նայեք իրավիճակը ինչու է կայանում։ Այդ աղջիկը, եթե կարելի այդպես անվանել, տևական ժամանակ իա տելեգրամով, իա մնացած այլ սոցիալական էջերով, գովազդում էր թմրանյութեր, նկարահանում էր իա սեռական հարաբերությունը, անձամբ ես, ինձ ուղարկել են, ես տեսել եմ, ինչ-որ մի հատ քպական, ես իմ տղեն, համբյուրում էր այդ աղջկա կրծքերը, այդ աղջիկներ նկարում էր, թե ոնց է հայ տղեն ուտում իա կրծքերը, և դա տեղադրել էր տելեգրամ։ Այդ աղջիկը և այդ մյուս լակոտը սիստեմատիկաբար նկարահանում էին տարբեր, այսպես ասած, կարգազանց, հացակազմ պարունակող տեսանյութեր հրապարակում։ Վահե Ղազարյանը, ով հանդիսանում է MVD-ի պատմության մեջ ամենաչմո MVD-ի մինիստրը, Երևակայի, ուրեմն, որ ես դաժե զգուշացրել էի մի քանի ամիս առաջ, որ քո տեղակալ են դլոն, քո տակը քանդմա, դու ենքան չմո ես, որ ինչ-որ մի հատ էքեղեն, որին բերետ դրել ես քեզ զամ մինիստր, քո տակը քանդմա, տավար, ես մտքիս ծայրով, հիմա սենց չեմ կարա դաժե գտնեմ, ինչ-որ մի հատված, որ Գասպարյան Վովան MVD-ի մինիստր եղած ժամանակ, որևիցե մի տեղական փորձեր երազում, ոչ ռեալ, երազում իան պատկերացնել Գասպարյան Վովայի աթոռի վրեն, ընդ Պողոսյան հունանկար, Եղազարյան վարդանկալ, պատկերացնենք տես բա, Գասպարյան Վովան երազում այդ տվյալ զամմինիստրի սեռը կփոխեր, տեղում, բայց դու եկել է մի հատ էքեղեն ու քեզ անմա էքեղեն, հիմա ընկեր Վահե Ղազարյան, այդ աղջիկը սիստեմատիկաբար օրենք հախախտել, ինքն էլ ըլնելով թմրամոլ, ինքը ըլնելով բարիք, ինքը ըլնելով հետախուզման մեջ, ինքը ըլնելով անառակ, դու որպես MVD ոչինչ չես ձեռնարկել, այդ տեսանյութերը մրգերը մարզնագախին խփել, տատի վրա թռնել, ծաղիկները ջարդել, այդ ամեն եղել է Երևանի կենտրոնում, ինքը նկարեք ցե եւ այլն, պարեկներ են եղել, այս օրինակ պարեկները 17 տարեկան երեխու բռնե տուգանել էին, որ ինքը հետևից լարել էին դաժե, որ ինքը հետիոտնի տեղով չնախատեսված անցել է նստել է տաքսին, լարել են տաքսուր հետևից տաքսին կայնսել են 17 տարեկան երեխուն հալը 5000 տուգանել են։ Բայց այս ագարկի արածները չգիտես խի չեն նկատել։ Ոստիկանություն չկա։ Հիմա երբ որ քաղաքացիական անձինք գտնվել են ավելի օպերատիվ, քան ոստիկանությունը, ավելի շուտ են հասել դեպքի վայր, այսպես ասած, այս էքեղենի տուն, քան ոստիկանությունը, ծնկ են բերել, չգիտեմ ընդեղ վրեն ներք են լցե, որը որ այս աղջիկը ավելի է PR-ը, որ մի նորմալ մարդ է, յան տնեն մազերը խուզեն, բանաներ կմտնի, կքցի տելեգրամ, կասի տեսեք իմ հետ ինչ են արել։ Այսինքն այդ ձեր ասած հաշվետվություն ներկայացնելը իրականությանը լրիվ համապատասխանում է, որ այս մարդը հաշվետվություն է տալի ինչ-որ միտեղ, ասում է տեսեք անձի պղծել են։ Նույն Ռուսաստանում եթե հայերը ատենց անեն, հայերին ինչ կանեին։ Մորմշ։ Հիմա այսօր փոխանակ ոստիկանությունը ավելի արագ տեղ հասներ եւ մեկուսացներ էս լրփին։ Արել են հայ մարդիկ եւ ճիշտ են արել եւ բարոյական տեսակետից եւ անբարոյական տեսակետից։ Հիմա ես ուզում եմ հասկանամ այդ տղաներին, որ մեղադրանք են ուզում առաջադրեն, կան փաստաբաններ, որոնք որ պատրաստ են անվճար
за идею, за պատերազմիզմ, այս մարդկանց պաշտպանեն, թե չկա, հայ մոտ միայն փողն է խոսում, դուք ինչ տեղեկություն ունեք։ Պարոն Ղուկասյան, նախ նշեմ, որ այդ ռուսներին, այդ ապարոյականներին պաշտպանում մասնավոր ընկերության փաստաբան, այսինքն տեղելի լավ փող է ֆռում, եւ այդ փաստաբանյանը Արթուր է, ազգանունը չգիտեն։ Իսկ մեր տղաներին, այո, փաստաբաններ պաշտպանում են, մեր ընկերներն են, մենք ենք կազմակերպել, խնդրել ենք, եւ ես այսպես կասեմ, տղաները իրանց գները որ կան, շատ մեծ զեղչեր են արել, այնքան որ իրենց ծախսերն ա գնալ գալ եւ այլն, էտա որ մեզ այնց պահանջվում է, եւ պրոֆեսիոնալներ են իհարկե, մեծամասամբ, գաղափարի ու պաշտպանելու ու լավ հիմա հենց այս պահին այնտեղ երես-բերեսի process-ն է եւ փաստաբաններն աշխատում են ուղղակի որոշ չափով իրանց այդ ծախսերը գնալ գալու, որովհետեւ հասկացա ես։ Չէ, ամենակարևորը կան, ես էլ իմ կողմից իմ աջակցությունն եմ հայտնում այդ տղաներին, չգիտեմ, իրանք են անողը, իրանք չեն կապ չունի, եթե անցնում է այդ գործով ու միանշանակ ես որպես Վարդան Ղուկասյան, ես որպես հանրային ձայն կուսակցության ղեկավար, իմ աջակցությունն եմ հայտնում եւ հորդորում եմ լրատվամիջոցներին, հորդորում եմ մեր հանրային դեմքերին, հասարակական, մշակութային, քաղաքական գործիչներին տեր կանգնել այս երիտասարդներին, անկախ նրանից իրանք են կատարողը թե ոչ, այս ազգային ժողովի պատգամավոր կոչվածներին, որոնք չնայած իրանք ռուսահպատակ են, բայց եւ այնպես ես հուսամ որ իրանց մեջ կարտնանա որովհետեւ իմ երկրի թոշակառու տատին իմ երկրի առևտրականը որը ծաղիկ էր ծախում այն միք ծախող աղջիկը ինձ համար ավելի առաջնահերթ է քան ռուս կապ չունի դա կլինի ռուս դա կլինի բելարուս թե սերբ նարկամանը ազգությունը կարևոր չի նարկամանը պրոստիտուտկեն որ եկել էր փոխա եկել ես այս երկիր քո համար համես խելու կնա ապրախ ջան լավ նիկոմ թքենք ես հետախուզում են հայտարարել թե ինչ ապրի քո համար բայց այս մարդը եկել է նախ տարածում է մաշկավեներական հիվանդությունները մեր ղզղնած ворցերի մեջ դա մեկ որ ռուս դլո կապ չունի դլոտենը մեռնում են ուզում է սպիդով հիվանդլնի իրանք է դլոն պիտի անեն գլգլը գումարազդարան այդ նարկամանները գումարազ ու ինչ վերաբերում է քնչականին դա քնչականի համար դուրություն չի ով մտնում է քնչական լուսամուտից կծվում է Այստեղ ես ավելի քան համոզված եմ որ գողը քնիչներն են գցել այն մեկին 5-րդ հարգից գցին այն մեկին 3-րդ հարգից գցին էսի ստեղ գծվավ հարգերը իջնում են առաջին գեր հիմա չելա երկրորդ Ես ու չեմ զարմանա, որ այո, այդ ռուս աղջիկը վաղը հաղորդում տա, որ իրան следователи Республики Армении выбросили из окна второго этажа. Это не новость. Несколько месяцев тому назад гражданин Российской Федерации выбросили из 5-го этажа, который умер. После этого с 3-го этажа в городе Арарат бросили человека, который тоже умер. Здесь из 2-го этажа бросили эту русскую проститутку. Я не знаю, умрет она или нет. Но практика уже есть, что Следственный комитет следователи Республики Армении выбрасывают людей из окон. Моих людей хотели выбрасывать из 2-го, 4-го этажа Тигран Аракелян, Арман Макартумян и так далее. Это не новость. Пусть посол Российской Федерации зафиксирует этот факт. И наши другие дипломаты тоже, что Следственный комитет, не МВД, Следственный комитет Армении выбрасывает людей из окон. Это Նորմալная практика, метод դопроса. Ասեք ձեր թույլտվությամբ ավելացնեմ, որ այդ նարկոմանական անչափահաս տարիքից է նման պրակտիկա իրականացնում նաև Ռուսաստանում։ Գիտեն հավանաբար շատերը, որ դատվել է, վրան գործեր կան, թմրանյութեր տարածելու, օգտագործելու հարցով, նմանատիպ խուլիգանություն կատարելու հարցով, նույնիսկ եղել է կալանավորված, հետո տնային կալանք, հետո փաստացես կեղծ անձնագրով մեր ԱԱԾ-ի թողտվությամբ եկել մտել է Հայաստան եւ կատարում է, այ որ ասում եք, չէ, քաչալացել է նկարվում, այո, կատարում է հստակ ադրբեջանական պատվեր, դրա համար չի եկել այստեղ սուսուփուս նստի, այն մի հատ այսա Խաչատրյան ունեինք ժամանակին ագարկա Արցախներ խառնակցունա
ադրբեջանցու ընկերուհի էր, ինչ էր։ Այ հիմա նույնը, այս մեկն է եկել։ Չի մենակետի, այն ինչա Նատալիա տաթևես, դարել էր Նատալի, որ էլ մի հատ ինձ էր մտե քարկոցում այդ պորնիկը, ասում էր «Պիտի մանգամ ով ա թուժել հանրային ձայն»։ Մտնում նայում եմ, էջը լրիվ ադրբեջանցի են։ Լրիվ։ Այո։ Ցավոք սրտի դրանք են, որ լավ էլ հայերեն են խոսում նմանները, այս ռուսը չէ, բայց այդ նույն Նատալին լավ էլ հայերեն էր խոսում գրական եւ շատ մեծ վնաս են հասցնում մեր երկրին։ Ինչևէ, այստեղ ինչն է հարցը, մենք հանցագործության մասին հաղորդում ենք տալու, ես եւ իմ գործընկերը Արթուր Գրիգորյան, մեր մյուս գործընկերը Արթուր Վելիցյան, մի խոսքով մի քանի հասարակական կազմակերպություններով այս աղջկա, այս ռուս ամբարոյականի արած բոլոր հանցանքները ներառվելու են այդ հանցագործության մասին հաղորդման մեջ։ Մենք նաև մտածել ենք մեր ԱԳՆ անպայման դիմում ներկայացնենք, որ սրան դեպորտանեն Ռուսաստան, որ ինքը չփորձի։ Այ մարդու ուզում է թոյթա, թոյը մաշկա վեներական դլոն վեկալե էթա, ուր ուզում է թոյթա։ Թող գնա Ռուսաստան, այնտեղ ինքը հոգեբուժարանում էր, ինչ որ բուժվում, Դանակով ընկել էր տեսանյութերը կան, Դանակով ընկել էր մի ուրիշ բլոգեր էր ուզում սպանել եւ դրա համար որպես սպանության փորձ բանտարկել է։ Մեկ էլ դիմելու ենք իհարկե Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ ինչ է նշանակում, մերոնց կալանավորել եք, ձերոնց էլ կալանավորեք։ Չհասկացա, եկել են քո դեր ասած դլոները, եկել են մեր մոտ բան տերոր են իրականացնում, դու պիտի մեզ ասեցնենք, այստեղ մեր երկրում ոնց ապրենք։ Բա դուք հետո էլ ասում եք ազատությունն է, ինչու մենք Արտուշ Փաստաբանել գնացել է պաշտպանում է, ազատությունն է, ով ոնց ուզում ապրի, չհասկացա, մենք մեր երկիրը, մեր կանոնները, դուք ով եք եկել եք, այդ է մեր ազատությունն է, որ եկել են տղերքը, Մարգանցով կայա խառն, որմշ են արել այդ ամբարոյականներին։ Մի խոսքով մենք այդ հանցագործությունը լավ եք անում, մի հատ էլ հարց ես ուզում եմ տամ, դուք որպես բուժաշխատող երևի տեղյակ եք, գերիների վերադարձի հետ կապված, որ բերել են բան, կենտրոնական զինվորական հոսպիտալ, ես տեսա այնտեղ աղմուկ աղաղակ էր, ինչ ուզում են մտնեն, ջարդեն, փշեն, իրանց բարեկամներին տենան, դրա հետ կապված ինչ-որ մի բան դուք ունեք, թե չէ ձեր մոտ տեղեկություն, ես չեմ հասցրել ուղղակի։ Տեղեկություն դեռևս չունեմ, բայց ես մի բան եմ ուզում ասել, այն կնոջը, գերումամա էր, ով էր, չգիտեմ, որ ասում էր Ադրբեջանում շատ գոհ էր, շատ լավ էր իմ տղեն։ Դե դեպքում ես ասում եմ, տիկին քո տղուն հետ ուղարկի Ադրբեջանի Բերդ, որովհետև այստեղ վստահաբար մենք շատ ավելի մեծ տանջանքով ենք ապրում, որպեսզի մեր հողն ու մեր Այսինքն ես ուզում հասկանամ տիկինը ինչից էր գոհ, ես չհասկացա ձեր ասածը։ Ես լսեցի իր խոսքը, ասում է ինքը շատ գոհ էր ադրբեջանական Բերդից։ Ես էլ ասում եմ, դե որ այդքան գոհ են, վերցրու ու երկրիցս, մեր սուրբ հողից, ձեր ադրբեջանական թրքամոր գեներով գնացեք ուղղ ադրբեջանական Բերդ։ Ես երեք TikTok-ով հատված տեսա, ինտերվյու էին վերցնում ադրբեջանցի լեյտենանտից, ով գերեվարվել է Շուշիի անտառներում, այսինքն գերի անկել հայերի ձեռը, այնտեղ տանկը իա պատմելով տանկը խփել է, ինքը եւ իա մայորը կանգնած են եղել, ասում է «Подходил танк врага», մեր տանկը որ կրակել է, սնարյադը պայթել է երկուսի մեջտեղը, իա եւ մայորը զոհվել է տեղում, ինքը վիրավորվել է, ասկոլկեն կպել է ջեբը գտնվող հեռախոսին ոտնավառվել, կտրվել է եւ այլն, իրան տեղափոխել են անտառի մեջ, գիտակցության կորուստ, հետո 4 օր, 5 օր մնացել է իա ասելով այդ անտառի մեջ, զարթն է, քնե, արունահոսություն եւ այլն, զարթնել է ուազի մեջ, ջոգելա որ ուազի կա, այնտեղ հարցա տվել, խփել են գլխին, դե ջոգելա որ ինքը գերի անգել, ասում են ինչ-որ պատմում այդ ադրբեջանցին։ Հետո հայտնվել է, ես չգիտեմ որտեղ, որ հիվանդանոցում, ձեռները կապած, իան սիստեմային միասը, էսեն արել, ոտն էին ամպուտացիա արել, աջ ոտքն էր, ծնկից ներքև, ու պատմում է, որ իան պլասկակուպցիով հիվանդանոցում մսերն են պոկել, չգիտեմ անընդհատ իան ծեծել են,
Եսի միջը այնտեղ լրագրողն հարցնում ասում է կարող էին ձեր ոտը փրկել, ասում է ես չգիտեմ կարան թե ասում է իմ ոտը պիտի փրկեին ավելնոր ծախսանեն կկտրեին կպրծնեին, եթե դու 5 օր եղել ես արդեն անտառի մեջ, թարախ արունահոսություն, այդտեղ էլ ինչ ոտ, բայց մարդ ինչ է պատում, ես գրեցի ասում միանշանակ սու եթե քեզ պետք կլներ կուպցիով կտրտել քեզ կսպանեին կպրծնեին տղա ջան ինչի են բերում բուժում սիստեմաներ եւ այլը որ մի հատ էլ հետո կուպցիով մսերը փոկեն այսինքն իրանց գերին գնում է այնտեղ ինտերվյու է տալի որ մեր հիվանդանոցում իրան պլասկակուպցիով մսերը վրից փոկել են մեր գերին Բաքվի Բերթից գալում ասում է եղել եմ 5 աստղանի հյուրանոցում Հա, բայց մի բան էլ ասեմ, դե գիտեք, պատերազմին ես մասնակցել եմ եւ նոյեմբերի 10-ին այս Նիկոլի ստորագրելու հաջորդ օրը երկու ադրբեջանցի գերի բերեցին Ստեփանակերտի հոսպիտալ, մեկի աչքն էր գլխի կեսով թռել, մյուսը ոտերն էր։ Դե ես բնական է աչքը գլուխը հավաքում էի, մենք իրենց բուժօգնություն ցույց ենք տվել։ Բայց ես իրեն ասացի հաջորդ անգամ առանց խավատ եմ լինելու, դու հայկական հող մտար, ոտերը ջարդելու եմ։ Այսօր ես բարի եմ, բժիշկ եմ։ Բայց ու նորմալ բուժօգնություն ենք ցույց տվել։ Ու գիտեք ինձ համար ինչն է վիրավորական, որ այդ վիճակում, այդ տականքը ասում է Շուշին Ադրբեջանը, Արցախը Ղարաբաղը Ադրբեջանը, ռուսերեն էր ասում։ Այսինքն չխեղճացած, են որ իրանք գիտեին իրանք ինչ չեն արել, իրանք գիտեին որ ամեն ինչը ծախած է ու իրանք հաղթելու են, դույց հաղթանակը նվիրվելու է իրանց։ Այ այդպես դուխավորված նարկոման ադրբեջանցի, որտեղ նարկոտիկի տակ էին, այդպես մինչև վերջ իրանցը պամեն, իսկ մեր հայ տղերքը որ գերենում չոքում են, ձերը չոքում են։ Էսի ես կագրած այդ խումբն ա եղել, որ զենքը ձերը չոքել է, այդ բանը կադրերը։ Շատ վիրավորական է, ու մեկ էլ ասում են, որ ամեն ինչ լավ է։ Պարոն Ղուկասյան, բայց մի բան էլ ավելացնում եմ, այստեղ ինձ կարևոր բաներ ասեցին, մոռացել էի, տղաների հետ կապածում ձերբակալել են։ Առաջին հերթին, ուրեմն այս անբարոյականների կողմը նախաքննական գաղտնիքը հրապարակել է, ինչի իրավունքը չուներ, ու պրոբլեմի մեջ է գցել փաստացի այդ ամբողջ քննչական համակարգին, ինչա թե Նիկոլը ու իր շայկան իմանան, որ իրանց հրահանգը կատարվելով ու այս գիշեր հանկարծ չգնան չմտնեն իրանց տներն ու իրանց կանանց հետ չունենան ինտիմ հարաբերություն։ Այս մեկ, երկրորդը որն էր։ Հա, տեսեք, մենք տեսնում ենք, որ այդ վիդեոյում տղաները դիմակով են, հա, ու ես 2 հոգու եմ տեսել, բայց ասում են ինչ-որ 3 հոգի են եղել, ինչ են եղել։ Ու հիմա երես բերեսի ժամանակ ասել եմ դուք ոնց եք ճանաչել այդ տղաներին, որ իրենք եղել են դիմակով։ Սրանք խառնվել են իրար։ Փաստացի ասում աչքերի գույնից եմ ճանաչել։ Փաստորեն ստացվում է, վաղը մյուս օրը կարան։ Ով կապուտ աշկ ունի, սաղին պիտի տանեն փագե։ Հա, սաղին տան կամ խաժ աշկ ունի, այդ օրը կանաչ շորահակ է կանաչա, կարիշնի շոր հակնի, всё։ Այդ բան աղջիկը տեսել է կարիշնի աչքերն հավաքեն տան, այսինքն այստեղ էլ բացարձակապես հիմնազուր կա, բացարձակ ոչ մի հիմք չունեն, ոստիկանների մեջ կան մարդիկ, ովքեր այս ամբողջը գիտակցում են, բայց հաջորդ հանցագործությունը ու իրավախախտումը որ կատարվել է, ոնց եք պատկերացնում, այս պահին դատախազը գտնվում է ոստիկանական բաժանմունքում։ Դուք իրավաբան մարդ եք, այդպիսի բան կարելի է։ Դատախազ ինչ անում։ Այս պահին գտնվում է այնտեղ, որ Էրեբունը վարչու այդ ոստիկանության պետի տեղակալներ, հայտարարել է ուզեն չուզեն, պետք է վարեմ չկա, պետք է Դե ես հասկանում եմ, որ Ռուսաստանի դեսպանատունը կոնկրետ իր սեռական օրգանով հասել է Նիկոլի վրա։ Լավ, ստեղ արդեն դա է պարզ։ Ստեղ դա է, եղա բժշկույթ ջան, շնորհակալություն։ Հաջողություն։ Են որ ասում է թե ռուսները սենց ռուսներն են, սենա լավ էլ մենք տենում ենք։ Այսինքն մեր հողի մեջ, մեր քաղաքացուն կարան պղծեն, գրլեն, ջարդեն, փշեն, ավիրեն եւ այլն, բայց մենք իրավունք չունենք։ Հիմա ասել են թե սա է, ես ամենայն դեպս իմ աջակցությունն եմ հայտնում բանին այն տղաներին, ովքեր որ արել են, ես չգիտեմ ովքեր են, ովքեր որ արել են։ Նորից Երևան քաղաքում իր ներկայությունը, կեցությունը, կյանքի իրավունքը եւ գործողություններն ապացուցել Ճվճվ Արոյի բիջը։
նորից ու նորից գտնվելով երկու աղբեր պայմանականի տակ, մի քանի մարդու գլուխ կերած, հիշեցնեմ, որ երկու գայիշնիկի միանգամից ճամփեցին քրիստիկի հիմնարկ, այնտեղ դանակահարություններ, ավտովթարներ եւ այլն, նորից այս բոզի տղեկը նորից փայլատակում են, նորից ամբողջ գային բանը պարեկներին գծում են հետևներից, նորից բռնում են, նորից թողում են, նորից բռնում են, նորից թողում են։ Լավ, ես ուզում եմ հասկանամ, Վահե Ղազարյան, ընկեր հաճելի մարդը պայմանականի տակ, այսքան մարդու գլուխ կերած, լավ, այս երկու բոզի տողու ձեռը մենք չանենք, հա? Ինչքան կարելի է։ Ինչքան կարելի է նույն այս Շամշանել դարել է այս սրանց, այն որ ասում է լուսաբանման մինիստրը։ Այս երևի Շամշանը դաժե գիտի ճվճվ Արոյի մարմնի տղեկի վրա ում ջանի վրա որտեղ ինչ խալ կա։ Լավ, այս վիժվածքների տեղը Բերդն է։ Բերդը ոչ մի կերպ, այսինքն էլի պիտի մարդ գցեն ավտոյի տակ, էլի պիտի մարդու գլուխ ուտեն, էլի պիտի տանեն կողեն պայմանականի տակ մարդը նորից հանցանք անում։ Նորից բռնում թողում, հետո վերջը սրա։ Ստեղել են նախկինները, եթե Սերժի ժամանակ ճվճվը կար, հիմա էլ խոմ ոչ ճվճվը կա, ոչ էլ Սերժը կա։ Ո՞նց հաստատում, որ այս մարդիկ նորից անպատիժ ծսնում են Երևան քաղաքը ու Վահե Ղազարյանին անձամբ։ Ատենց։ Նա ինչ կարելի է։ Ասես չասես, նշանակություն չունի։ Ուրեմն անդադ բացական։ Ուրա է, այսօր տաղանդավոր մայեստրո Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է, այսօր երեկ էր, սերի մայեստրո, ես շնորհավորում եմ ձեզ ծննդյան օրը, ցանկանում եմ ձեզ առողջություն, որովհետև դուք երևակայի են եզակի երկիշներից եք եղել սովետական Հայաստանի, որին որ ես լսել եմ լինելով փոքրիկ երեխա մեծ հաճույքով եւ ցանկանում եմ որպեսզի ձեր տաղանդը լինի անսպառ։ Ես անդրադարձել էի Նեպտուն համիկին, ժամանակ էի տվել Նեպտուն համիկին լուծելու խնդիրը, քաղաքացու ինժեներ էր, ճարտարապետ էր, ինչ էր, ասեցի այս շաբաթ հարցը լուծեք, շաբաթն անցավ։ Հետաքրքիր եմ ասում եմ լուծվեց քաղաքացու խնդիրը թե ոչ։ Եկեք ես ուզում եմ որպեսզի այս հաղորդումը եւս անմահացնենք ինտերնետի միջոցով, որպեսզի Ռուբեն Մաթևոսյանը եւս մնա մեր հուշերի մեջ, դեռ երկար ժամանակ, մաղթելով կյանք առողջություն եմն լսի Նեպտուն համիկ։ Համ Ռուբեն Մաթևոսյանից խոսամ, համ քեզնից։ Խաչատուր Ավետիսյան, որտեղ գտնեմ քեզ։ Կատարում է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ժողովրդական գործընկերության անսամբլը, գեղարվեստական ղեկավար, Հայկական Հանրապետության վաստակավոր արտիստ Մանվել Բեգնարյան։ Մենակատարներ, Հայկական Հանրապետության ժողովրդական արտիստներ Հովհաննես Բադարյան, Ռուբեն Մաթևոսյան։ Այս գեղեցիկ ստեղծագործություն տակ Բադալյանը եւ Ռուբեն Մաթևոսյանը այս հաճելի երաժշտության տակ քրիստիկ։ Ես ուզում եմ, որ դու ծսնես Նեպտուն համիկին, բայց շատ դանդաղ։ Ռուբեն Մաթևոսյանը չգիտեմ, կուզենա ծծսնի Նեպտուն համիկին թե չէ, բայց դու պարտավոր ես։ Խնդրում եմ, վեր կաց, եւ այս հաճելի երաժշտության տակ մոտեցիր Նեպտուն համիկի շուրթերին։ Դու տես ինչ ասեմ։ Արի, յար արի։
Այս երկը կատարում է Նեպտուն համիկը։ Ասում է արի, յար արի։ Բաց յուբկեն հանի։ Այս ինչ ռուսիկ ես հակյախշի։ Էդ էլ հանի։ Հələ ֆրատեն եմ թրաշացա։ Յոժիկ, այս ես յոժիկով դնում ես հենց հիմա Նեպտուն համիկի բենին։ Գլը, խորթից, առանց ատամ կցելու։ Ռուբեն Մաթևոսյան, դիտողություն ալա։ Նայ մայստրո, սա քո ծննդյան օրվա կապակցությամբ, ըստ ինչ ահել մարդ ես։ Ուզում եմ այս երկի տակ քո կարկառուն։ Մեր էդա քրիստիկ, իա սերական շրթերը սենց միապաղաղ, էկզոտիկ, սիմետրիկ, քսի Նեպտուն համեկի քիթուպի մուսկուլնի արա ու գլը վայելենք ես հուզվում եմ աբազնայ տաղանդդ անսպար պարոն Մաթևոսյան Վեկալ Նեպտուն համիկին կնացեք հանգստից սենյակ նուր, շատ նուր, ատամ չես կծեմ, բոզի տաղա, նուր չգզգզես, չքրքրես, չվսկտես Այս ժողովրդական սիմֆոնիկ նվագախումբը Ռուբեն Մաթևոսյանի գլխավորությամբ իջնում է Նեպտուն համիկենց տուն, մայստրո Ձեզ բարի չնապար, եվս մեկ անգամ մաղթում եմ երկար տարիների կյանք, առողջություն, անսպար ձայ։ Հաչելի անակնկալզիկը նոստալգիկ հաճույքները արգելված չեն։ Ինչ թվեր է, ինչ տաղանդ, ինչ կատարում, չգիտեմ, ամենալավն ու բարին եմ մաղթում Ռուբեն Մաթևոսյանին, սա էլ ծննդյան օրվա կապակցությամբ նվեր Ռուբեն Մաթևոսյանին։ Ամբողջ այս գործիքային անսամբլը, հարվածող գործիքներ, փողային գործիքներ, ողջ անձնակազմը իջնում է Նեպտուն համիկենց տուն։ Եթե վաղը, մյուս եթեր այդ հարցը լուծված չեղավ, վայելել են ուրիշ կատարումով տեղի կունենա Նեպտուն համիկի նավարի հետ։ Կրկնում եմ նավարի հետ։ Իսկ հիմա ուղղակի մի քիչ ուզում եմ քաղաքական իրավիճակից զրուցենք, սիրելի ժողովուրդ։ Նայեք, ընտրություններն ավարտվեցին, Երևանի քաղաքապետարանի ընտրություններն ավարտվեցին։ 14 կուսակցություն ընտրությունների ժամանակ նետվեց քաղաքական ասպարեզ, ասելով, որ ընտրեք մեզ։ 14-ից հալալ 10-ը, եթե ոչ ավելին, կարելի է այդ բոլորին ախտորոշել մեկ դիագնոզով, քաղաքական գնչուներ, որոնք որ 5 տարին մեկ, 4 տարին մեկ նայած ընտրություններից ընտրություն, սենց միանգամից ցրծփելով հայտնվում են, ընտրություններն ավարտվում են, կորան, վերջ։ Էլ ոչ լսում ես, ոչ վերցնում ես, ոչ տենում ես, ոչ խաբար ես, այն մանեթ հանդիլաներ իշխերը գլոխեր, դլոյ, նեմա դլոյ, չկա, գոյություն չունի։ Մյուսները մեկը փաստաբան, մեկը նախկին թաղապետ, այն մեկը քավարաբոզի տղա, այն մեկը ես չգիտեմ ով, կորան։ Եվ հիմա, երբ որ հեսա մարդ ես, մեկը տեսել հեսա կլինի արտահերտ ընտրություններ, չէ՞։ Ինչ 10, ինչ 20, մի 30 կուսակցություն, նորից գմփալ են ծռը գմբտռ, հայտնվելու է, նորից գծվելու է քաղաքական դաշտ, ասի եկել ենք Հայաստան փրկենք։ Եվ մեր ժողովուրդը, դա հիմնականում վերաբերում է Երևանին, Երևանից դուրս, այն մարզերում բնակվող կուլտուրական ժողովուրդը նորից ասելու են վայ, մենք ինչպես կարող ենք ընտրել խոսքի օրինակ հայոյող Վարդան Ղուկասյանին։ Մենք կընտրենք ոչ հայոյող կուլտուրական մարդկանց, ովքեր որ կուլտուրական են։ Եվ հիմա նայեք, ունենք ազգային ժողովում ռոբիկական, սերժական
թայֆա։ Նու սերժական թայֆեն արդեն են բանը պատիվ ունեմը վաղուց եղել է մորմշ, սպառելա իան գոյություն չունի։ Միանշանակ համոզված են, որ ընտրությունների ժամանակ չի հաղթարելու կամ 5%-անոց բարիերը։ Լևոն Քոչարյանս իա մուսկուլնիով եկե նստելա ընդեղ ապագա վարչապետի տեխնացու բավականին հաճախակի այցելում Վարդաշեն քերակատարողական հիմնարկ, արդեն լավ տեղադուրն եկել է, Բերդի պետի կաբինետում կոֆե խմելի, նստելի, հլնելի, ինչ-որ նայրիա գնեմ տենեմ, ինչ անում եւ այլն։ Ես ուզում եմ Լևոն Քոչարյանին ասեմ, տղա ջան, դու այդպես որ շուշուտ գնում ես Վարդաշեն, լավ ես անում, բայց ինչի չես գնում Նուբարաշեն։ Գնա մի անգամ էլ ազգային ժողովի պատգամավոր ես։ Ես այն ինչեր են գեշ կնիգը, Թագուհի Թովմասյանին էի ասե, ագարկա, գնա Նայրի Հունանյանի հետ մի հատ նկարվի։ Մի հատ նկար եմ ուզում, ֆոտո, չարեց։ Հիմա Լևոն Քոչարյան Նայրի Հունանյանը քո հայրիկի Ռոբերտ Քոչարյանի ամենասիրած պատմական կերպարներից մեկն է։ Որովհետև եթե չլներ Նայրի Հունանյանը, Ռոբերտ Քոչարյանը այտենց չեր ծաղկի եւ բարգավաճի։ Հիմա ես չգիտեմ, ես երևակայի դիմեմ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանին, ասեմ մի հատ գնա Նայրի Հունանյանի հետ հանդիպի, մի հատ ֆոտո եմ ուզում, արա։ Ֆոտո դու եւ Նայրի Հունանյանը։ Ինձ թվում է Լևոն Քոչարյանը երևի բավարարի իմ խնդրանքը եւ մի հատ լուսանկար համատեղ անի եւ գցի համացանց, պետք է չի որ ուղարկի Վարդան Ղուկասյանին, համացանց, որովհետեւ մենք այդպես էլ ոչ մի կերպ չտեսանք, ես 10 տարուց չափազանցրեցի 5 տարի է, ես ասում եմ, ես ուզում եմ տենամ Նայրի Հունանյանից գետ մեկ լուսանկար, չկա գոյություն չունի։ Ոչ կապանացուց տալի, ոչ ռոբիգնացուց տալի, դե բնականաբար, իրանց, ասենք մարդն, իրանք դա որտեղից դիցուց տան։ Բայց ես հիմա ինչ եմ ուզում իմ սիրելի ժողովրդին եւս մեկ անգամ տեղ հասցնել։ Սիրելի ժողովուրդ, ես ձեզ հետ եմ, ինչպես տեսնում եք, շաբաթական 3 օր, արդեն 3 օր գումարած են Երևանն է խոսում ծրագիրի հետ։ Ձեր բոլոր խնդիրներով, գանգատներով, սկսած մաքսատներից, փողոցներից, զիբիլներից, դպրոցներից, խմորեղենի արտադրամասից, հարկերից, տուժուտուգանքից, չգիտեմ, ՀԴՄ ձեր բոլոր խնդիրներով եւ հարցերով դուք իմեննո դիմում եք հանրային ձայնին։ Դուք իմեննո դիմում եք Վարդան Ղուկասյանին։ Դուք դիմում եք հանրային ձայնի ավականիներին հիմնականում, չէ, Երևանի բոլոր խնդիրներով։ Ես ցանկանում եմ, որ դուք սիրելի մեր հայրենակիցներ արձանագրեք, ֆիքսեք, չգիտեմ, ձեր մոտ միտեղ նշում անեք, այս ամբողջ այս տարիների ընթացքը, հիմիկվա այս օրերը, որ ձեր խնդիրներով չկա մի կուսակցություն, ով այս թեմաներով գնա, հետևողական լինի, բարձրաձայնի, ծերանոց, զիբլանոց, չգիտեմ, այնտեղ քաղաքաշինական նորմեր, այս ինչը գցեց, այն ինչը խափեց, տուլիկը, քաշ, այս խնդիրները բազում են, լիֆտը, ջուրը, կարմիր գծերը եւ այլն։ Ես ուզում եմ, որ դուք այս ամենը արձանագրեք, դուք այս ամենը ձեր մեջ զրուցեք, դուք ձեր մեջ ուղղակի մտածեք լավ, հələ մի րոպե, ուրիշ Հայաստանում կա գրանցված 100-ից ավել կուսակցություն, բայց սրանք ուր են։ Ուր են։ Ինչի որևիցե մեկը չի զբաղվում քաղաքացու դարդով, ցավով, հոգսով, տառապանքով եւ այլն։ Իսկ երբ որ գալիս է ընտրությունների ժամանակը գմգմփալեն բոզի տղուպես իրար հետևից հայտնվում են ու ասում են միակ ընդդիմադիրը մենք ենք։ Բա հարց ես տալի 5 տարիա ուր էիր։ Միակ ընդդիմադիր։ Գալում են ասֆալտի խոսքում են տալի, չգիտեմ, լիֆտի խոսք են տալի, էս են անում, այն են անում, ասեք կանենք։ Ընտրությունները պրծավ, խերի գլոխ արին։ Հենա ասում եք կարմիր գծեր, ասում եք փոշու մեջ մեռանք, ամբողջ քաղաքը ծծցնում են, փոշու կեղտի մեջ, ասում եք, անում ենք, մեռան ապօրինի սեփականություններ տալով, ուրա, ասեք կանենք, ուրա, և սրանից հետո, լավ,
ամեն անգամ նույնը տենալով, ամեն անգամ բարդակը տենալով, մարդիկ մի ժամ, մի օր, մի րոպե լուսի փողը ուշացնում են, շոչիկը գմպ լուսը վրեն անջատամա։ Բայց երբ որ ամսվա այս գլխից մինչև ամսվա ենցերը հովարային անջատում, հովարային Երևան քաղաքում 12 ժամ լույս չի լինելու։ Ինչու։ Ինչն է պակասը։ Հոսանք չի արտադրվում, հոսանք արտադրվում է, լույսը ուր է։ Երևան քաղաքում կամ մարզերում ջուր չի լինելու։ Ինչու ջուր չի լինելու։ Ոչ մի բան պատասխանատվություն։ Կատեգորիկ։ Կատեգորիկ վարչապետի վրա հոսանք են անջատում, էլեկտրոցանցի պետը շարունակում է պաշտոնավարել։ Այսինքն գյուղացին այսօր զանգում ասում է պարոն Ղուկասյան, հունվարի 1-ից մենք պիտի մեր անասունները մորթենք սպանդանոցներում, առանձին վճարելով, ինչու։ Մենք ընդ վճարենք, մեզ ինչ կմնա։ Այդ եվրոպական արժեքները, որ բերում եք, լավ է անում, բայց Եվրոպայում թոշակառուի ստացած թոշակը ու քո թոշակառուի ստացած թոշակը նույնն է։ Եվրոպայի ֆերմերի կյանքը, ապրուստը, պետության կողմից տրված հնարավորությունները ու քո մոտ նույնն է։ Այդ սպանդանոցները, որ դրու կենտրոնացնում ես, ասում ես գյուղացի, այդ նույն գյուղացին, որ Նիկոլի դեմը ոչխարեր մորթեմ, պիտի տանես ընդեղ մորթես, նոր բերես շուկայում վաճառել, ավելնորդ վճար տալ։ Ռուսաստանից ներկրվող խոզի միսը ավելի էժան է, քան Հայաստանում, պաֆող խոզը, այսօր մենք վաճառում ենք, տենում ենք։ Էլի թքես գյուղացին։ Տասնամյակներով հողերը վեկալած տված է անկապ մարդկանց, որտեղ 10 տարուց ավել մի հատ ցոյենի հատիկ չի ցանվե, եւ ոչ մեկ չի ասում, եղբայր դու 10 տարի հողը դրել ես, որի տակ նստել ես, հողը ձեռից հետ վերցնում եմ, դու իրավունք չունես գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողը չմշակես։ Եվ նմանատիպ բազում խնդիրներ, սիրելի գյուղացիներ, սիրելի քաղաքացիներ, մեր մարզերի բնակիչներ, դուք տենում եք ձեր շրջապատի բարդակը, դուք տենում եք ձեր շրջապատում քավոր, սանիկ, զարմիկ, սիրած, միրած, իրար ԿՊ-ն շատ լավ համագործակցում է հանրապետականի հետ, հանրապետականը շատ լավ համագործակցում է դաշնակների հետ, իաբերան թքելով, համատեղ շինարարություն, բիզնես անելով, մարդիկ ապրում են ավելի լավ, քան Սերժ Սարգսյանի ժամանակ։ Այն որ դուք ասում եք հայոյել, չի կարելի, հնարավոր չի չհայոյել, հնարավոր չի չտեսնել այս անարդարությունը, հնարավոր չի չտեսնել այս բեսպրիձելը և չհայոյել։ Եթե դու այս ամենը տեսնելով պետքա լուռ նստես, չհայոյես, գոնե չհայոյես, ես հայոյում եմ ձեր փոխարեն, որովհետև դուք վախենում եք հայոյել, դուք ապրում եք մի պետությունում, որ հայոյելու համար ձեզ կարող է տանել 5-րդ հագից քցեն ցած, քննչական կոմիտեի, ասեն քցվավ, կամ 3-րդ։ Եվ շատերը իրենց խոսքը բարձրաձայնում են այս հաղորդաշարի միջոցով։ Քանի որ միակ զենքը այսօր հայոյանքն է, բայց սա էլ է ժամանակավոր։ Իսկ Հայաստանի Հանրապետություն սարքելու համար հայոյանքները պետք է իրագործվեն, իրականացվեն։ Իսկ իրագործվելու և իրականացնելու համար դա պիտի իր եսը, իր լուման, իր խոսքը դնի ով Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդը, ով այդտեղ է ապրում, ում երեխան այդտեղ է դպրոց գնում է մի դպրոց, որտեղ ուսուցչուհիները կարան ծեծեն, գնում է մի դպրոց, որտեղ դպրոցում վաճառվում է նարկոտիկ, դպրոցում վաճառվում է սնունդ, ուտի թունավորվի ուղիղ հիվանդանոց գնա, դպրոցը դարել է կաթելու ինչ-որ մի ձև, դպրոցը սարքել են 12 տարի, բայց մեջը օգուտ չկա, անգրագիտություն սպլաշնոյ եւ այլն։ Որ դու կարաս գնաս ընկնես հիվանդանոց ունենալով կարգավիճակ, որ քեզ պիտի անվճար սպասարկեն, ասում են իդի նախույք, անվճար չկա։ Հասկանում եք։ Եվ այս բոլոր խնդիրները պահանջում են ռադիկալ միջոց։ Մեր կյանքի տևողությունը երկար չի։ Վարդան Ղուկասյանը ձեզ ասում է, գիտեք ինչ, իշխանության գալու դեպքում ես չեմ ասելու ինձ 5 տարի ժամանակապետ, 3 տարի, ինչ եք ուզում սպասեք, ոչ, մեթոդները սկսելու են հապճեպ, ռադիկալ, տեղում, անհապաղ։
Եվ այն թիմը, որ թիվը, որը որ գալու է Վարդան Ղուկասյանի հետ եւ բաղացնելու է տարբեր պաշտոններ, այդ թմի մարդիկ յանք հասկանալու են, որ յանք չեն ունենալու ոչ շաբաթ, ոչ կիրակի։ Եվ դեմի մի տարին, մինիմում մի տարի, Հայաստանի Հանրապետությունում պիտի լինի 1937 թվական։ Օրենքի կատարյալ դիկտատուրա։ Յուրաքանչյուր հանցագործ էլեմենտ հասկանալու է, որ եթե Վարդան Ղուկասյանի ժամանակ հանցագործեց, ներումբեկում չի լինելու, փողը տալ դուրս գալ չկա, ճվճվարոյի տղեկ մղեք եւ այլ այն նմանատիպ զիբիլները միանգամից բերդ, վերջացա պրծավ, դրանց թեման փակված է։ Սերժիկ, Ռոբիկ, Նիկոլ, Միկոլ, Դեստեն ու այո, մահապատիժ։ Նորից եմ կրկնում, մահապատիժ։ Մահապատիժը ես մտցնելու եմ ուժի մեջ։ Հարկերից չարամտորեն խուսափելու եւ փողերի լվացման հոդվածով գնալու են մահապատիժ։ Այլ կերպ կոռուպցիայի եւ թալանի դեմը առնել հնարավոր չի։ Ինքը մահապատիժ պաշտոնյան, ընտանիքը վտարվում է Հայաստանի Հանրապետությունից, առանց անձնագիր, զրկվում է քաղաքացիությունից, համյա թուղթ են տալի այս մարդն էս ինչա ասում են դավայ սիկտիր, իսկ գույքը կամ քանդել կամ պետականացնել, ոնց է Իսրայելը տերորիստների տները քանդում է, բռնվեց Մահամեդ Աբդուրախման Իբն Ալին որպես ահաբեկիչ, մինչև էս Գազայի պատերազմը, էքսկավատորը գնում էր տունը քանդում էր, նույն ձևը նելու է սրանց հետ, կամ տունը քանդվելու է կամ պետականացվելու է, տեղում, որովհետև հայը ոնց է, հայը հանուն իր ընտանիքի, հանուն այդ դլոների եւ այլն, պետությունն էլ կուրանա, երկիրն էլ կուրանա, բանակն էլ կուրանա, ամեն ինչը կուրանա։ Մենակ իա կնիգը, իա երեխեն լավ ապրի, Լոնդոններում սովորի կամ Փարիզներում, Օքսֆորդ, Քեմբրիջ եւ այլն, ոչ բանակ ծառայի, ոչ հակ վճարի, ոչ տուր քանի, թալանի, էս է մեր հայրենասիրությունը։ Այսպիսին է հայի մենթալիտետը, պետականություն գոյություն չունի, էսի հորողպորս տղենա, տանեմ դնեմ պեք, էսի մորքուրիս տղենա, տանեմ դնեմ հարկային, էսի յոբրիս տղենա, տանեմ դնեմ դատախազություն, որ թիգուն կլի, ու սկսենք երկիրը թալանել, բայց խոսենք արժեքներ, ամեն մի պեկի աշխատակցի գալս դու կնայում ես $7,000, $20,000 ժամացու, դու պետական չինովնիկ ես, դա քո վրա որտեղից, տղա ջան, բոլոր բանակ չծառայածները, այս օլիգա, ով բանակ չի ծառայել, հիվանդությամբ ազատվել կամ ինչ-որ ֆլուշկով եւ բարձրել որ այո կեղծիկ է, կյանքում չպիտի զբաղեցնի պետական պաշտոն, կյանքում, դաժե պատգամավոր ընտրվելու իրավունք չունի, եթե տարեկետումը հարգելի չի եղել, եւ այս շեշտավորումը Գագիկ Խաչատրյաններին դադեմ, Մայրապետյաներ դադեմ, Բոզի տղեն, ուրա։ Ոչ մեկ։ Ու այսքանից հետո գնալ նորից ձայն տալ, ընտրության ժամանակ, Ռոբերտ, Սերժիկ, չգիտեմ ընդեն Նիկոլ, Վազգենի քուր եւ այլն այս թայֆին, հայ ժողովուրդ, լավ, դու ուզում ես ապրել թե չէ։ Դու ուզում ես, որ քո կատնամթերքը սնունդը լի, այլ ոչ թե անհայտ ծագման։ Դու ուզում ես քո երեխեն սովորի, դու ուզում ես արդարադատություն տենաս, դու ուզում ես, որ երկիրը երկիր դառնա, ոչ թե բոզի տղություն, խեռը որտե կանի, կանաչ տերիտորիայի մերը անի կուկուլալա, բեյտե ինչ շենք ուզենա քցի, առանց համապատասխան ինֆրաստրուկտուրաների, ու վերջում ասեն, բանա ապօրինությունը, կաշառակերությունը, էսը մասիվից երեխեքին վեկալեմ կամ չգիտեմ Չարբախից դպրոց են բերեմ կենտրոն, Ալա ջան, մասիվում դպրոց ունես, տարընդեր, դա մարա պրոբկա, որովհետև մասիվի դպրոցը վատն է, Պուշկինը լավն է, այս իրավիճակն է։ Ոչ մի տեսություն չի գործը։ Ասում եմ վառելիք եմ լցեմ 10 լիտրի տեղը 8.5 լիտրա լցեմ բեզակալոնքեն։ Շենքի անմիջապես տակը բեզակալոնք, ասում եմ բեզակալոնքին ավելի շուտ է եղել, քան շենքը, իսկ շենքը խես սարք է բեզակալոնքի վրան։ Հասկանում։ Ու այս ամենը հող, տրանսպորտ, այս բոլոր ոչ մի խնդիր լուծում չի ստանում այս երկրում։
Երկրի վարչապետը կոչում ազգային ժողովի պատգամավոր լովիկը ասում է բոզի տղա կոմոդ մարդկանց խոշտանգում են, հլամ ասում է հորը թվին մարդկանց սպանում էին։ Պապլավոկ, բապ սպանել են դատի, իա հոր թվին ամեն ինչ էլ եղել է, քո թվի խիա շարունակվում։ Այդ Գագիկ Ծառուկյանին տանեին 5-րդ հագիս գցեին ցած, կամ բանին Մայրապետյանին, խաչը Արշակին, Վովային կասեի, հա։ Մի բոզի տղա պակասավենով սատկավերեք, այն ինչ էր են բաբկեներ, ինչ էր բան մեռավ։ Սերի կարդինալ, ում փեսեն կետոնական բանկի նախագահնա, բոլոր փողերի լվացումներով այդ լալոշ բոզի տղեն մեջ եղել է։ Բաբկեն Սահակյանն ինչ է որ մեռավ այդ աղբի տղեն։ Սերի կարդինալ, մեկ կոռուպացված բոզի տղա։ Մի հատ էլ գրում են մահացել է խեռի գլոխը, խեռի թե չի մահացել։ Մի քիչ, ուղղակի ես խնդրում եմ ժողովրդին, մի քիչ զոր տվեք ձեր ուղեղներին, չուտ։ Մի հատ հելա հեսավ, ասենք նայեք, ասեկան լավ ես, մարդ ես 5 տարի է կոկորթա պատրում, 5 տարի է մեր լիֆտի զիբիլի հարցից կսած, իաներվերը պչացնմա, ինքը ապրելով բարեկեցիկ երկրում, բարեկեցիկ պայմաններում, բայց մեր տեղը մեր իաներվերը պչացնմա, ես մարդու ուզածը ենա, որ մենք ապրենք մեր կյանքի օրերը, տարեները մարդավարի, ոնց որ Հոլանդիան, ոնց որ Ֆրանսիան, ոնց որ Ամերիկան, որ չընկնեն գաղթի ճամփա։ Հայումա, որովհետև այլ երկ գոյություն չունի այ մարդ։ Սրանց վրա ոչ մի բան չի ազդում։ Ոչ մի բան։ Լավից, վատից ազդում է այս մարդը, վերջ։ Եկեք հետևողական լինենք, հասկանանք, այս մարդը պիտոք քֆուր ատում, ասում է, բոզի տղա ըլեմ, եթե սրանց մորը ես ծծցնեմ։ Որ մի քաղաքական ուժի ղեկավարն ասում, բոզի տղա ըլեմ, Ռոբիկ, Լևոն, Սերժիկ, Նիկոլ պիտի դատվեն։ Եթե չդատվան, պորրիկի ծնունդ եմ, որ մեկնա դες բան ասը։ Ու այս սրանց կոռուպացված անկլավները, թայֆեքով սաղի, ծածցնել, մահապատիժ, նորից եմ կրկնում։ Թող Եվրոպան ինձ նեղանա, խերես թե չի նեղանա։ Ես ձեզ խապելու միտում չունեմ, ռաստրել, պարզ ասում եմ, այդ օրենքը մտնելու է ուժի մեջ։ Ուրիշ ելք չկա։ Չի դզի, ուզում ես Հիսուս Քրիստոս բեդի երկրի վարչապետ։ Այդ վինտիլը եթե չփագին, վերջացավ։ Ուրիշ ձև գոյություն չունի, ուստի ես խնդրում եմ մեր ժողովրդին մի փոքր մտածել, մի փոքր աշկերը բացել եւ հայացքցել այն կուսակցությունների վրա, որոնք որ նախ չկա էլ, որոնք որ 5 տարին մեկ հայտնվում են, չգիտեմ, այսինչ Արման Թաթոյանին բերենք դնենք վարչապետ, Ռոբիկին, Սերժին, Արման Թաթոյանը թող գնա իան տիրություն անի, մեկ կլինի Արման Թաթոյանին խնամի, Արման Թաթոյանը պիտի կարողանա երկիր կառավարի։ Հենա Արման Թաթոյան, թող մնա Նիկոլն էլ, ի՞նչ տարբերություն։ Էն էլ անողնաշար, էն էլ։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն։